Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, եթերում Կիրակ Նորյա դասեր հաղորդաշարն է, բաժանորդագրվեք YouTube-յան մեր ալիքին, հավանեք, եթե այն ձեզ դուր է գալիս, մեկնաբանեք, ձեր կարծիքները գրեք առանց հայհոյանքների, առանց վիրավորանքների։ Բայց այսօր ես չեմ խոսելու ոչ Գյումրիի ընտրությունների մասին, ոչ Մարտուն Գրիգորյանի որոշման մասին, ոչ Վարդան Ղուկասյանի ճակատագրի մասին, ոչ էլ առավելևս Սարիկ Մինասյանի մասին։ Այսօր մենք խոսելու ենք դեղերի շուկայի առողջապահական ոլորտի խնդիրների մասին, որը բավական մտահոգիչ է եւ իմ զրուցակիցները այն մարդիկ են, որոնք ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում են այդ խնդիրների մասին։ Ներկայացնեմ իմ հյուրերին եւ այսպես Առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյան եւ Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ընդ որում մարդիկ են, որոնք, ինչպես ասում են, օր ու արև չեն տալիս առողջապահության նախարարին, մասնավորապես Անահիտ Ավանեսյանին։ Ոչինչ։ Եվ այսպես ուզում եմ նախ յուրաքանչյուրդ նկարագրեք ինչ վիճակ է, որովհետև երբ որ ես կարդում եմ ոչ միայն ձեր արձագանքները, ձեր բարձրաձայնած խնդիրների մասին, նաև այլ ոլորտային այլ մասնագետների արձագանքներ, տարբեր ձևակերպումներ կան, հա, հազար ներողություն, բայց բարդակից, քաոսից մինչև ամենաթողություն, կոռուպցիա, կեղծիքներ, ինչ ասեք կան, այն դեպքում, երբ որ սա այն առաջնային ոլորտներից մեկն է, որը առնչվում է հանրային շահի եւ հասարակության, առողջության ամենակարևոր ոլորտներից մեկն է։ Փորձենք յուրաքանչյուրդ նկարագրեք հիմա կարճ ինչ է տիրում ընդհանուր գծերով մեր Հայաստանի առողջապահության ոլորտում, այնուհետև փորձենք առանձնացնել խնդիրները, խնդրեմ Տիկին Պողոսյան։ Այո, քաոսը շատ բնորոշ է այսօրվա առողջապահական իրավիճակին, ինչ է կատարվում, ստեղծվում են անհասկանալի իրավական կարգավորումներ, որոնք որ չեն աշխատում գործնականում, որը բերում է նրան, որ բոլոր բժշկական կազմակերպությունները եւ արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային բացառապես չեն կարողանում գտնել աշխատանքային իրենց ռեժիմը, որովհետև անընդհատ այդ իրավական կարգավորումները խանգարում են իրենց որպեսզի աշխատեն, եւ այդ քաոսային վիճակի մեջ ոչ բարեխիղճ տնօրենները, կազմակերպիչները իրենց օգուտն են խաղում այդ իրավիճակից եւ առողջապահությունում կարճ ասած այնպիսի իրավիճակ է, որ ով ինչ ուզում է, այնպես անում է, հսկողություն չկա, վերահսկողություն, չկա քննադատական խոսք, առողջապահության նախարարությունը ես անցած անգամ կիսակատակ ասեցի, դարձել է գլխավոր բժիշկների նախարարություն, ինչ որ օպտիմալացումներ են անում, ինչ որ գլխավոր բժիշկներ են փոխում, տարբեր տեսակի մարզային առողջապահությունների հիմնովին քանդելու գործընթաց են սկսել եւ դրա հետ մեկտեղ ժպտալով ասում են, որ մեր մոտ ամեն ինչ լավ է։ Բայց իրականում մենք ունենք այսօր առողջապահությունը մի իրավիճակ, որը շատ դեպքերում անդառնալի է դառնալու իր վնասներով։ Հասարակ օրինակ ասեմ, տուբերկուլոզի ազգային ինստիտուտի թոքաբանության օպտիմալացման ծրագիրը, մարզային առողջապահության օպտիմալացումները անհասկանալի, տարբեր տեսակի իրավական ակտեր, որոնք որ չեն բխում բնակիչների շահերից, օրինակ վերջի թարմ դեպքը, դա 16-ից 18 տարեկան շրջանում առանց ծնողի թույլտվության աբորտների թույլտվության հարցներ, որը որ ազգի ոչնչացման կոմպոնենտ է իրեն մեջ պարունակում եւ դրա հետ մեկտեղ էլ ասում են այլևս այդ աբորտները դեղորայքային կարող է կանել արտահիվանդանոցային պայմաններում ով ուզի տանը, այսինքն ով ուզի առանց ծնողի թույլտվության այդ ամենածանր դեռահասության շրջանում կարող են գնալ իրանց գյուղի ամբուլատորիաներում, իրանց գյուղի բժշկի մոտ, խմեն այդ տաբլետկաները, քայքայեն օրգանիզմի վերականգնողական վիճակը, հորմոնալ խախտումները առաջացնեն, այսինքն բերեն երկրորդային չբերության լավագույն դեպքում, վատագույն դեպքում արյունահոսությունները ընդհանուր մինչև մահ։ Լավ չեն ասում բարձրացեք ծառը, ծառից ձեզ գցեք ներքև, հա, առաջ ոնց էին առաջներում նաև անում են, հա, քարեդարի
Եվ ամենացավալին է, որ մենք նայում ենք ամբողջ աշխարհում այսօր ծնելիության խթանման տարբեր ծրագրեր են առաջացնում։ Մենք ունենք ժողովրդագրության անվտանգային լրջագույն սպառնալիքներ։ Այո, 2024 թվականին, 2023 թվականի համեմատ 3000-ից ավել պակաս երեխաներ են ծնվել։ Այսինքն մենք դառնում ենք ծերացող ազգ։ Եվ դրա ֆոնի վրա, այսպես հեշտացնել, դարձնել մատչելի հղիությունների ընդհատումը, դա կործանարար է լինելու մեր ժողովրդագրական ցուցանիշների վրա եւ դրան էլ գումարենք սեռով պայմանավորված աբորտները, որը արվում են այսօր, հա, դառնում է, այսինքն մենք չունենք ոչ մի մոտիվացիոն խնդիր։ Ժամանակին, երբ որ ծննդօգնությունը դարձնում էինք անվճար, դա մի գործիք էր ծնելիությունը բարձրացնելու համար, բայց այսօր ինչ են անում։ Ասում են մենք նվիրատվությունները հայտնի ձեր եթերով եմ խոսել donation ծրագիրներ, որ ստացվում է հեչել անվճար չի, բոլոր ծննդաբերողները տանում փող էին մուծում։ Ու այսպես անկառավարելի վիճակ է ստեղծվում։ Մի ճշտում կատարեմ, հետո կանցնենք մասնավոր դեպքերի, բայց արդյունքում ահռելի բյուջե է, չէ, հատկացված առողջապահության ոլորտին։ Այո։ Եվ այդ բյուջեի հետ ինչպես են վարվում։ Հասկացանք, ով ինչպես կարողանում է փող է աշխատում, ով ինչ կարողանում է, ինչ ուզում է, անում է, բա բյուջեի վերահսկողություն, բյուջեի հարցը ինչպես է լուծվում։ Բյուջեի վերահսկողություն կարելի է ասել կատարվում է շատ էպիզոդիկ, այն բժշկական կենտրոններին, որոնց որ ունեն խնդիրներ, հա, հակասություններ, իրենց սիրելի տնօրենները չեն անդադար պետական առողջապահական գործակալության միջոցով կատարում են տված գումարների ուրեմն ստուգումներ եւ այդ գումարները նորից հետ են տանում, որի արդյունքում արդեն ունենք դատարանում հաղթած գործեր, երբ որ միլիոնների հասնող ակտեր է պետական վերահսկողական գործակալությունը գրել, 100 միլիոնից ավել ակտեր է գրել եւ այդ ակտերը հիվանդանոցի տնօրենները հաղթել են դատարանում, ապացուցելով, որ հեչել այդպես չի, էլի, որ մենք չարաշահել ենք այդ գումարը, դուք տարել եք անիմաստ։ Իսկ այն հիվանդանոցները, որոնց իրենց սիրելիներն են, այդ հիվանդանոցներում գումարը պետպատվերով տրամադրվող շատ է, դրան գումարվում է նաև նվիրատվությունների ծրագիրը, որը պետական վերահսկողական ծառայությունը փաստեց միլիարդից ավել։ Ստացվում է, որ եւ պետությունն է դրա համար վճարում, եւ հիվանդն է վճարում, որի արդյունքում հարստանում են տարբեր անձեր, տուժում է քաղաքացին։ Պարոն Խաչատրյան, դուք որ շեշտադրումները կանեք ոլորտը նկարագրելով, ինչ վիճակ է ոլորտը։ Տեսեք, քանի որ ես որոշակի չափով ուսումնասիրել եմ դեղերի շրջանառության ոլորտը, անդրադառնամ դեղերի խնդիրներին, դեղերը իր հետ կապված ըստ էության ազգային անվտանգության հարց է։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում տվյալ պահին չի ապահովում անհրաժեշտ դեղորայքի քանակը բնակչության բուժման համար։ Դա շատ առաջնային, շատ կարևոր հանգամանք է։ Ինչի չի ապահովում, որովհետև օրենսդրական դաշտի տարբեր մոտեցումներից ելնելով արդեն մենք կարելի է ասել, որ օրենքների ձեռքը գերի ենք ընկել։ Օրենքները այնպես է գրվել, որ հնարավոր չի լինում ապահովել լիարժեք դեղորայքի ներմուծումը Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ է, որ շրջանի օրենսդրության մասին է խոսում, երբ են գրվել այդ օրենքները։ Վերջի դեղերի մասին օրենքը փոփոխություն է եղել եւ ընդունվել է 16 թվականի դեկտեմբերին, կարելի է ասել 17 թվականից մտել է ուժի մեջ։ Դրանից հետո ենթաօրենսդրական ակտերը, որոնց որ օրենքից էր բխում, 2019 թվականին է ընդունվել մի շարք օրենքներ, որոնց շրջանակում ըստ էության կարգավորվում էր ամբողջ շրջանառությունը։ Դա կլինի արտադրություն, դա կլինի ներմուծում, դա կլինի մեծածախ իրացում, դա կլինի մանրածախ իրացում։ Ու այդ ժամանակահատվածից կարելի է ասել 18-19 թվականից հաշվարկված, որով մենք մոնիտորինգ ենք արել եւ ըստ էության այդ ամբողջ խնդիրները վերհանել ենք, տեսեք մի քանի թվեր, որը հիմնավոր են, որը որ հրապարակային են, բերեմ 18 թվականին, 17 թվականին Հայաստանում գրանցված է եղել մոտ 5000 անվանում դեղ։ Շեշտեմ, որ
Մեր նման երկրների համար, այսինքն նոր զարգացող երկրների այս բնակչության, հա, մոտավորապես 3 միլիոն, անհրաժեշտ է մոտ 8-ից 9 միլիոն 8-ից 9000 անվանում դեղ բուժառուներին բուժելու համար։ Հայաստանի Հանրապետությունում 18 թվականի դրությամբ գրանցված է եղել 5000 անվանում դեղ, մի քիչ էսկով, մի քիչ ենկով։ Այսօրվա դրությամբ փետրվարի դրությամբ արդեն դարել է 3300 անվանում։ Կրճատվել է 40%։ Ինչու՞։ Հիմա բացատրեմ, թե ինչու։ Անդրադառնամ, որ օրենսդրական խնդիրներից ելնելով արդեն իսկ արտադրողները ցանկություն չեն հայտնում Հայաստանում դեղեր գրանցել։ Հիշեցնեմ, որ շրջանառվող դեղերի 92%-ը բերվում է արտերկրից, 8%-ը արտադրվում է Հայաստանի Հանրապետությունում, որի որոշակի մասը կարելի է ասել, որ ներհիվանդանոցային դեղերն են, սիստեմայի եւ այլն, հա, բայց այնուամենայնիվ մնացածը 92%-ը բերվում է արտերկրից։ Չի գրանցվում, ինչու չի գրանցվում։ Մի քանի պատճառներից։ Ասեցի, որ ունենք շատ մեծ կադրային խնդիր, կադրային խնդիրներից ելնելով գրանցումները ուշանում է, այսինքն տված է, օրենքի կետով տրված է 150 օր, սովորական օր, օրացույցային օր դեղ գրանցելու համար։ Պաշտոնապես հայտնում են, որ 23-24 թվականների կտրվածքով չի եղել դեպք, որ այդ ժամանակահատվածում դեղ գրանցվի։ Այսինքն օրենքով տված է, որ դու պետք է գրանցես 150 օրում որևէ դեղ, հա, բայց չի լինում դա։ Իրանք գրանցում են 1 տարի, տարի ու կես, չգիտեմ, 2 տարի, այդ ժամանակահատվածում դու պատկերացրեք, ասենք, համաշխարհային արտադրող է, որը ցանկանում է Հայաստանի Հանրապետությունում դեղ գրանցել, բերել է գրանցման օրինակ 30 անուն, 50 անուն դեղ, վճարել է մոտավորապես ամեն մեկի համար 2 միլիոն դրամ, ասենք գներն էլ է բավականին բարձր։ Հա, 2 միլիոն դրամ։ 2 միլիոն դրամ յուրաքանչյուր դեղի համար, այդ դեղի համար հետո արդեն սկսում է փոփոխվել։ Դեղի երբ որ տուփն է փոխվում, երբ որ իր դոզան է փոխվում եւ այլ, հա, այլի գումարները։ Հիմա տեսեք, դրսի կազմակերպությունները, եթե ցանկանում են Հայաստանում գնացել, բնականաբար մոնիտորինգ են անում, ասում են հələ տեսնենք օրենսդրական դաշտով ոնց է այնտեղ գրանցումը։ Վերցնում են մեր օրենքը, դեղերի մասին օրենքը, ենթաօրենսդրական նորմը, որով պետք է գրանցվի, տեսնում են, օրինակ 150 օր պետք է գրանցվի փաստաթղթերը ներկայացնելուց։ Պետք է վճարվի օրինակ 2 միլիոն 100,000, հա, եւ դրա հետ կապված փուլային ձևով մի այդ 150 օրը առավելագույնն է։ Ինքը շատ քիչ ժամանակահատվածում օրենքով է դրված։ Մեկը տեսնում է, որ չէ, այդ 150 օրն էլ անցավ, 200-ն էլ անցավ, 300, ասում լավ, բա ես էլ ոնց երկրորդ անգամ գնամ տվյալ երկրում գրանցում անեմ։ Դրանից ելնելով արդեն կամանց սկսում են գրանցումներ չանել Հայաստանի Հանրապետությունում, բայց արի ու տես սահմանադրությամբ պետությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության բնակչությանը ապահովել առողջապահությանը վերաբերող բոլոր գործառույթները, այսինքն այդ թվում դեղերը, բայց արի ու տես չկա։ Դեղերը դուք պատկերացնում եք։ Ինչ է նշանակում կադրերով է պայմանավորված։ Այսինքն եթե 150 օրվա ընթացքում առավելագույնը չեն կարողանում դա անեն, իրականացնեն այդ փորձակնություն գոչեցյալը, դա նշանակում է կադրային խնդիր ունեն եւ չեն կարողանում անել։ Ասեմ ավելին, ես ունեմ պատասխան, երբ որ գրել եմ այլ հարցով, ոչ թե գրանցման դեղերի, այլև օրինակ դեղերի ներմուծման հետ կապված։ Օրինակ դեղի ներմուծման հետ էլ կապված խնդիրը կա։ Էլ նույն ձևի օրենքով տված է, որ 7 օրում պետք է թույլատրեն դեղը ներմուծվի Հայաստանի Հանրապետություն։ Բայց տեղի ունենում ինչ 20-ից 30 օր, 40 օր։ Այսինքն այդ 7 օրվա ժամկետը գերազանցում է, չգիտեմ, քառակի, հնգակի եւ այլն, դուք պատկերացնում եք, նույն կադրային խնդրի հարցով։ Երբ որ մենք բարձրացնում ենք խնդիրը, գրավոր գրում ենք, ասում ենք, հարգելիներս, օրենքի կետով տված է, որ 7 օրվա մեջ դուք պարտավոր եք տվյալ հավաստագիրը տրամադրելու, հա։ Վերջում արդեն ճարահայցալ գրում են, որ քանի որ կադրային հարցերից ելնելով չենք կարողանում ժամանակային առումով տեղավորվել, մենք ուշացնում ենք։ Սովորական պատասխան։
դա տևում է արդեն վերջի 2 տարում։ Բա ինչու է մինչև 18-ը կարողանում, որ ինչպես դուք նշեցիք, Անհասկանալի 6000 քանի անուն կար, 5000 անվանում կար, 5000 անվանում դեղորայք կար գրանցված։ Ինչ եղավ 18-ից հետո ինչ եղավ, ասենք որ դարձավ 3000 քանիս։ 18-ից հետո տեսեք ինչ տեղի ունեցավ։ Հիմա ասեմ ինչ տեղի ունեցավ։ Մենք 16 թվականից հետո Հայաստանը մտավ ԵԱՏՄ կանոնակարգով ԵԱՏՄ շրջանակում։ Այո, այդ կարգավորումների տակ, բայց շատ կարևոր հանգամանք է։ Դեղերի ոլորտը չեն ընդունում, որ դեղերը մտավ ԵԱՏՄ կանոնակարգ։ Պարադոքսալը այն է, որ ԵԱՏՄ կանոնակարգը անհրաժեշտ է առողջապահության նախարարության, ասում է ես ընդունում եմ այդ կանոնակարգը, որը որ անհրաժեշտ չի ընդունում։ Նույն դեղերի գրանցման գործընթացի հետ կապված, ասում ենք հարգելիներս, մեր մոտ խնդիր կա դեղերի հագեցվածության հետ կապված, այսինքն դեղատներում չկա, հարգելիներս, ինչ պետք է անենք։ Ասում եմ, դուք ինչ եք առաջարկում, ասում եմ, օրինակ հունվարի դրությամբ ԵԱՏՄ-ի միասնական գրանցամատյանում, միասնական նկատի ունենք բոլոր 5 հանրապետությունների անդամ։ Գրանցված է 8500 անվանում դեղ մոտավորապես։ Ինչու ձեզ անհրաժեշտ դեղորայքը չեք ճանաչում։ Առավել եւս, որ գրանցման գործընթացը վերջի 2 տարում բոլոր երկրներում նույն կանոնակարգով է։ Որևէ այլ բան ԵԱՏՄ կանոնակարգի թիվ 80 են, պարոն Խաչատրյան։ Այսինքն սա քաղաքական հարց է, արտաքին պատվեր են կատարում, խոչընդոտում են։ Որովհետև եթե ԵԱՏՄ-ով համագործակցության կամ հրաժարվեք ԵԱՏՄ-ից, կամ ամբողջությամբ կիրառեք։ Հիմա ինչ որ իմաստով իմ համար ուրվագծվում է Անահիտ Ավանեսյանի այդտեղ լինելու քաղաքական դերակատարումը, հա։ Ընդ որում այդ խնդիրը կա շատ հետաքրքիր, որ այսօր ես զրուցում եի հենց բավական հայտնի քաղաքագետ եւ վերլուծաբան, հա, միջազգային վերլուծաբան Աբբաս Ջուման էր այսօր Հայաստանում եւ մեզ հյուրընկալվել էր, մեզ մոտ էր, շատ հետաքրքիր բան ասաց Սիրիայի հետ կապված, երբ որ Սիրիայի պատերազմում, այո, Սիրիայի պատերազմում, երբ որ դեղորայքի անհրաժեշտություն են ունենում, շատ հետաքրքիր է, որ արևմտյան ուժերը թույլ չեն տալիս, որպեսզի ռուսաստանյան նույնակ, օրինակ ռուսական դեղորայք մուտք գործի։ Խոչընդոտում են, խոչընդոտներ են ստեղծում, դեղորայքի պակասը կա, ընդհանուր մինչև բինտ եւ այլն, հա, բայց խոչընդոտում են, որ հանկարծ ռուսական դեղորայք, ռուսական ինչ-որ առողջապահական նշանակության որևէ իր չմտնի։ Նույնը այստեղ է փաստորեն արվում, հա, քաղաքականություն է սա։ Փաստացի, եթե անդրադառնանք իրավիճակին, այդպես է ստացվում, որովհետև տեսեք, Ռուսաստանում մոտ դեղերը արտադրվում են, այնտեղ մոտ 80%-ը տեղում է արտադրվում։ Այսինքն իրենք դեղերի հետ կապված խնդիրներ գրեթե չունեն եւ իրանց ծրագրում, եթե չեմ սխալվում, մինչեւ 28 թվականը այնպես է դրված, որ 100% ապահովելու են իրանց ներքին արտադրությամբ։ Բայց մեզ մոտ, իդեպ դա էլ ասեմ, եթե չեմ սխալվում, վերջի 4 տարում ներքին արտադրողներինն էլ է գրանցում էի, չէ, որտեղ նախկինում մեր ուսումնասիրությամբ մոտավորապես 11% էր կազմում ներքին արտադրությունը։ Այդ 2-3%-ը, այո, դա իջավ նորից, որովհետև մեր արտադրողին էլ է ձեռ չի տալիս, որովհետև շուկան շատ փոքր է, հա, եւ այդքան գրանցելը, այդ նույն գումարը տալը եւ փոքր խմբականակով արտադրելը մեծ արտադրողին ձեռք չի տալի, որտեղ արտադրական գործընթացը դեղերի արտադրության շատ մեծ ծախսատար է, որտեղ այդ ստանդարտները, որը որ իդեպ Հայաստանի Հանրապետությունը ընդունել է, դա GMP-ն է, դա GDP-ն է, դա այսինքն պատշաճ արտադրական գործունեությունն է, պատշաճ բաշխման, պատշաճ պահպանման, հա, հետո կանդրադառնամ պահպանումը, որտեղ այդ պատշաճները ընդունել են, բայց թղթի վրա է, բայց դա թղթի վրա է, բացառապես թղթի վրա է։ Ի զարմանս մենք ասում ենք հարգելիներս, եթե դու այդ ամեն ինչ ընդունել եք օրենսդրական դաշտով, փորձում եք դա կարգավորել, հա, որպեսզի ամեն ինչ լինի օրինակ եվրոպական ստանդարտով, հա, բայց արի ու տես քո մոտ պահեստներում, ես անդրադարձել եմ, պահեստներում դեղերը պահում են օրինակ սննդամթերքի հետ։ Ասենք ջերմային ռեժիմով ապրանքը, որը 2-ից 8 աստիճան է,
պահեստներում սառնարան չկա նախատեսված դեղորայքի համար։ Իրանք նույն, չգիտեմ, ասենք հավի հետ պահում են կամ կարագի հետ տանում պահում են դեղորայքը, այլ տեղ չունեն դնելու։ Ինչու են պահում, որտեվ 30 օր փորձաքննություն են անում այդ մարդիկ։ 30-40 օր։ Պարադոքս է։ Այո։ Փորձաքննության հետ կապված, եթե անդրադառնամ, կարամ ասեմ, որ փորձաքննություն էլ չեն անում։ Խոսքը լաբորատոր փորձաքննություն, այսինքն դեղը, որը որ դուք խմում եք, դուք չգիտեք, այդ դեղը, այդ դեղն է, թե այդ դեղը չի։ Այո։ Ես ունեմ գրավոր պատասխան։ Եվ Իրանք չեն պատասխանում, իրանք հնարավորինս շեղում են դրանով։ ինչ հարց եք տվել եւ Ես ասում եմ վերջի 2022, 23, 24 թվականներին երևի նամակների քանակը շուրջ երևի 5 անցնում է, եթե ոչ ավելը, խնդրում ենք տրամադրել ներմուծման ժամանակ, կապ չունի ոնց ենք դա կոմերցիոն բեռ է, թե օգնությունով եկած բեռ է, իրականացվել է արդյոք լաբորատոր փորձաքննություն։ Առողջապահության նախարարության Առողջապահության նախարարության մասին է խոսքը։ Ասում են, որ գիտեք, դա տնտեսվարողի վրա է, օրենքի կետ կա, որը որ իդեպ փոխեցին 4 տարի առաջ եւս, նախկինում պարտադիր էր որակի հետ կապված լաբորատոր փորձաքննությունը ներմուծվող դեղորայքի 10-ից 15%-ի հետ կապված։ Այսինքն փորձագետը կասկած հարուցող դեղորայքից, օրինակ 100 անվանում դեղեր մտնում, 100-ից 10-ից 15-ը տանում են լաբորատոր փորձաքննության։ Այդ ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս բազմիցս եղել է, որ ներմուծվող դեղերի մեջ լինում էին անորակ դեղեր եւ թույլ չէր տրվում Հայաստանի Հանրապետություն ներմուծվեր։ Վերջի 4 տարում նման բան չկար նույնիսկ, այո, հիշում եմ, հա։ Վերջի 4 տարում նման բան չկա։ Այսինքն փորձաքննություն չի իրականացվում։ Ինչ է մտնում, այո, փորձաքննում են բացառապես փաստաթուղթը։ Քաղաքացիներս դեղ ենք գնում, մենք չգիտենք ինչ ենք խմում։ Այո։ Հնացած է, վնասվել է ընթացքում։ Այդ 40 օրվա մեջ պահպանման մեջ այո, խախտվել է, չի խախտվել։ Մենք բացառապես դա մնում է բացառապես արտադրողի խղճին եւ ներմուծողի խղճին։ Այսինքն իրանց խղճինա պետությունը չի վերահսկում։ Եթե նախկինում այդ հավաստագիրը տրամադրվում էր եւ պետությունը իր վրա էր վերցնում դեղի որակի անվտանգության հետ կապված պատասխանատվություն, ասում էր ես պետություն եմ, եթե ես գրանցել եմ, ես պատասխանատու եմ այս դեղի բուժման ամբողջ գործընթացի հետ կապված։ Իսկ հիմա ասում է, չէ, տնտեսվարողն է պատասխանատու։ Այդ տնտեսվարողն է մի հատ խելոք համեստ անձնավորություն է նշանակել, ասում է ես ոնց պատասխանատվություն կրեմ, օրինակ, չգիտեմ, ռոշ արտադրող հանրաճանաչ արտադրող դեղի համար, որի ասում են բավականին կեղծ կա օրինակ, նույն Հայաստանի Հանրապետությունում այդ քիմիայի դեղերի հետ կապված, ասենք։ Իմիջայլոց ես հիշեցի մի դեպք, որին անդրադարձել էի, Ես սարսափած եմ, էլի, ուղղակի այն փաստերից, որ ներկայացվում է, ես մտածում եմ ինչա պետք, ինչ անի խեղճ մարդը։ Նայեք, ջրծաղիկի պատվաստանյութներ դրեցին այս տարի, փետրվարի 1-ից 1 տարի 1 ամիս ուշացումով, որովհետև ըստ դեդլայների պետքա դեռ 2024 թվականի հունվարից ներդրվեր ջրծաղիկի պատվաստանյութը, որովհետև մենք ունեցանք ջրծաղիկից երեխայի բանակում ջրծաղիկը անսահման շատ թվերի էր հասնում եւ 1 տարի 1 ամիս ուշացումով բաժանեցին ջրծաղիկի պատվաստանյութերը ԱԱՊ-ին, առողջության առաջնային պահպանման կենտրոններին, որպեսզի կատարեն այդ պատվաստումները։ Ուրեմն այդ պատվաստանյութը բացառապես միջազգային լեզվով ներդիր եւ անվանում եւ որևէ բան չուներ, բացառապես չինարեն գրված ներդիրով էր, որը որ ընդհանրապես Հայաստան մուտք գործելու իրավունք չկար ըստ մեր դեղերի մասին օրենքի, հա։ Եվ այստեղ որպեսզի չբարթացնեմ խոսքս, ասեմ, որ հասարակ բան, երբ որ ծնողը երեխային տանում է պատվաստելու, մի հատ թուղթ են տալիս իրեն, ասում են ստորագրեք, որ դուք ծանոթացել եք ենթադրյալ դեղի բարդությունների հետ եւ համաձայն եք, որ ձեր երեխան պատվաստվի այդ պատվաստանյութով։ Հիմա հարց է առաջանում, եթե ես տվել եմ, ես փորձում եմ որպես ծնող մի հատ հասկանալ իմ երեխային
ինչ են ներարկում, հա, խնդրում եմ դեղի անունը, դեղի ներդիրը, հա, որ ծագումը, մանրամասները, բաղադրությունը, ես պետքա ամենակիչը չինարենի իմացությամբ թարգմանիչով գնամ ԱԱՊ, հա, որովհետև այնտեղ ոչ ոք, լավագույն դեպքում ոչ ոք, ես բուժքույրերին հարց եմ տալի, ասում եմ, դուք կարող եք բացատրել, ասում եմ, տվել են գոնե ձեզ որևէ թուղթ, որով թարգմանացում, չէ, մենք գիտենք, որ այսպես ենք սրսկում ու վերջ, երեխաներին այսպես ենք պատվաստում։ Այսպիսի բարձի թողի իրավիճակ, որ սա ազգային անվտանգության խնդիր է, որտեղ այդ պատվաստանյութերը լայն շրջանակների համար կիրառելի են, այսինքն մեր բոլոր այդ տարիքային խմբի երեխաները պետք է պատվաստվեն եւ այնտեղ պատվաստումների հետեւողական կանչում են, ներարկում են եւ այլն։ Ինչ անի ծնողը Տիկին Պողոսյան։ Այլ դեպքում ինչ անի, որտեղ հիմա երբ որ ծնողները խելացի ծնողները հրաժարվում են, սկսվում է ծանր խոսակցություն ԱԱՊ-ի բժշկի, որտեղ այստեղ նախարարությունից իրեն ասում են չարեցիր գործից կազատենք եւ ծնողի միջեւ, այսինքն առաջի այդ պատնեշը, կոնֆլիկտը առաջանում է ծնողի եւ բուժող բժշկի, այսինքն ԱԱՊ-ի բժշկի մեջ։ ԱԱՊ-ի բժիշկը ասում է, ինձ հանձնարարել են, ես քո երեխային պետքա պատվաստեմ, ծնող խելացի ծնողն էլ ասում է, լավ ասում է, այս ինչ եք տալի, մա տվեք կարդամ, ինչ եք ինձ գոնե կարդամ, գոնե անգլերեն միջազգային լեզվով տվեք, հա, իսկ իրականում մեր դեղերի մասին օրենքով դա պետքա լինի հայերեն լեզվով, ընթերնելի եւ պետքա բացատրի ամբողջ դեղի մասին տեղեկատվությունը պետքա լինի։ Պլյուս ժամկետները վերջի վերջո, չէ՞։ Անկամ ժամկետները դու այնտեղ չես կարողանում տարբերակել, ես կես լուրջ կես կատակ հրապարակել էի տուփը եւ գրել էի հարգելիներս կամ չինարեն սովորեք, մամաներ կամ ձեր հետ չինարեն իմացող թարգմանիչ տարեք։ Հրաժարվեն, ինչ անեն։ Ես անկեղծ ասած ես Թե ամեն մեկը իր համար այդ ջրծաղկի պատվաստանյութը ձեռք բերի, ինչ պիտի անի։ Մեծերին ինչ եղավ օրինակ։ Եվ ամենակարևորը պետքա լիներ նաև։ Ոչ, չկա, բանակը բաց են թողել եւ բազմիցս ես հարց եմ տվել, թե ինչու եք բաց թողում բանակը, որտեվ փակ տարածքում բանակ գնացող նախազորակոչային տարիքում դա պետք է արվեր, որովհետեվ բանակում շատ են ջրծաղիկի էպիդեմիան լինում, որտեվ փակ տարածքներ է եւ ինքը շատ վիրուլենտ, ուրեմն վիրուսը բանակը դեռ ոչ մի ձև չեն ներառել այդ ուրեմն process-ի մեջ։ Օրինակ գյուղատնտեսության ոլորտում, երբ որ այս իշխանությունները եկան եւ փակեցին մեզ համար կենսական նշանակություն ունեցող գյուղատնտեսության նախարարությունը, մշակույթի նախարարության հետ տեսակ ինչպես վարվեցին, ինչ որ միացումներ արեցին ու անտեսեցին, էներգետիկայի նախարարությունը փակեցին եւ Սփյուռքի նախարարությունը, մենք հիմա ենք հասկանում արդեն 2025 թվականն է, մենք հասկանում ենք թե այդ դավադիր ծրագրի նպատակը որն է։ Եվ ամենահետաքրքիրը գյուղատնտեսության ոլորտում էր, որ տարբեր միջազգային ծրագրերի միջոցով իրենք այնպիսի նույնիսկ սերմնացուն, երբ որ տրամադրում էին կամ ներկրում էին, այնպիսի քաղաքականություն էին տանում, որպեսզի հետագայում վերարտադրողականություն չլինի։ Այսինքն նախ դու անընդհատ կարճած ես լինում իրենցից, դու սկսում ես այդ սերմերը ներկրել, հակառակ դեպքում դու չես ունենա, եւ բացի այդ, հա, ասենք տեսակներ են, որոնք հայաստանյան հողի հետ համահունչ չեն կարողանում աշխատացնել, ոչ միայն գյուղացին է, արտադրողն է կոնկրետ վնասներ կրում, այլ մենք նաև քաղաքացին, եւ ստացվեց, որ հատուկ քաղաքականություն է տարվում Հայաստանի ուղղությամբ այդ միջազգային կազմակերպությունների միջոցով, հիմա շատ չխորանամ, բայց նույնիսկ վտանգավոր, հա, կարծես թշնամուն մենք դռները բացել ենք ու բերել ենք մեր տուն։ Հիմա մենք տեսնում ենք նաև սա այս արտաքին կառավարումը կա նաև ձեր ներկայացրած ոլորտում, որովհետև այդ քաղաքականությունը որոշվում է եւ ստացվում է, որ այստեղ Ավանեսյաններն ու այլ անձինք, հա, ոնց որ այս կառավարության տարբեր ներկայացուցիչներ դառնում են դրանց կուրատորները, ներկայացուցիչները։ Մենք դա ակնհայտ տեսանք նաև COVID-ի ժամանակ, երբ որ COVID-ի հիմա այս սկանդալը պայթեց Թրամփի գալով, մենք հասկացանք, երբ որ ասենք Հոլանդիայից նվեր են տալիս ժամկետանց
COVID-ի պատվաստանյութ ու ասում են նվեր ենք տվել, հրճվեք, ժողովուրդ, մեզ նվեր են տվել ու պարզվեց ժամկետանց է կամ դրանց հետևանքները եղածների։ Հիմա այս իմաստով ով է Հայաստանում առողջապահության ոլորտում, որ երկրները, որ կազմակերպություններն են թելադրում քաղաքականություն։ Տիկին Սեյրանյան, նայեք, Հայաստանի Հանրապետությունում 13 լաբորատորիաներ կան։ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման բողոքի ենթակայությամբ, որը առողջապահության նախարարությանն է, հիմնադիրը նախարարությունն է, բայց այդ 13 բողոքները 13 լաբորատորիաները ստեղծվել են Պենտագոնի փողերով, այսինքն դա ֆինանսավորվել է հստակ Միացյալ Նահանգներից։ Եվ շատ հաճախ մենք գյուղատնտեսությունը, երբ որ կապում ենք առողջապահության, որովհետև այլ կերպ հնարավոր չի, օրինակ լիքը հիվանդություններ կան, որոնք որ հենց մենք զոոանտրոպոնոզ են, այսինքն մենք վերցնում ենք կենդանիներից ժանտախտ, սիբիրախտ, խոլերա եւ այլն, որտեղ կենդանին կամ կարող է լինել միջանկյալ տերը կամ լինել նախ առաջի տերը կամ վերջնական եւ այլն։ Եվ այս հիվանդությունների մենք ժամանակ առ ժամանակ ակտիվացում ենք տեսնում, ավելին մենք խոսում ենք արդեն բնական օջախների մասին, հա։ Եվ այս լաբորատորիաները հստակ անելիք ունեին, եթե մենք վերցնենք, որ իրանք լինեին ազգային հայացքներով, իրանք պետք է ինչ անեին, հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում։ Այսինքն պետք է հստակ գյուղատնտեսական ամբողջ այդ ոլորտը, հա, կենդանիներին, հողը եւ այլն վերցնեին նմուշներ, հետազոտեին, կատարեին կանխարգելում, որպեսզի այդ օջախները չակտիվանային։ Ինչ վերաբերվում է COVID-ի պատվաստանյութի մասին ես բազմիցս խոսել եմ, ժամկետանց պատվաստանյութը նախարարը հրաման էր տվել, որ պետքա կատարվի։ Երբ որ այդ ներքին հրամանը իմ ձեռքը ընկավ, ես հրապարակեցի, որտեղ ասում էր հիմք ընդունելով, դա հանցագործություն է։ Այո, հիմք ընդունելով Ամերիկայի նահանգների սննդի եւ պատվաստանյութերի ինչ որ ասոցիացիայի ուղեցույցը, կատարեք եւս 2 ամիս այդ պատվաստանյութը։ Երբ որ այդ հղումը մտնում էինք, որպեսզի հասկանանք այդ ինչ ռեկոմենդացիա է եղել, հա, այնտեղից ասում էր, որ այդ կայքը գոյություն չունի, այսինքն մենք այդ կայքը չէինք կարողանում մտնել։ Նախ առաջինը դեղերի մասին օրենքը հստակ ասում է, երբ պետք է պատվաստանյութերը հետ կանչվեն ժամկետից հետո եւ տալիս է հստակ դեպքերը, որ ժամկետի երկարացում երբ կարող է կանել, եթե կա կլինիկական փորձարկումներ եւ այլն, այսինքն անկախ ամեն ինչից, եթե անգամ լիներ այդ կայքը, անգամ եթե դա լիներ իրանց, այսպես ասած, խորհուրդը, որ արեք, մենք ունենք մեր ազգային իրավական դաշտը, որից պետքա օգտվեինք տեղային։ Եվ առանց դրա երկար արվեց։ Եվ շատ հետաքրքիր է, ես խոսել եմ շատ բժիշկների հետ, հարցրել եմ, արել եք այդ պատվաստանյութը, շատերը անկեղծ որպես բժիշկ պատասխանում էին, չէ, թափել ենք։ Mēs ցույց ենք տվել, որ արել ենք։ Եկեք խոսենք բաց, էլի, որովհետև իրականում ավելի խելացի էին գտնվել բժիշկները, այն նույն գյուղական, մարզային, երևանյան պոլիկլինիկաների բժիշկները, քան այն հրաման տվողները, որը տվել էին։ Եվ դա ես բաց հրապարակեցի եւ կարծում եմ, որ ազգային անվտանգությունը դրանով պետքա զբաղվեր դեռ այն ժամանակ։ Պարոն Խաչատրյան, տեսեք, լրջագույն խնդիրների մասին ենք խոսում, որ իսկապես սարսափելի են, հա, մի մեծ փունջ է խնդիրների։ Հուսամ համապատասխան, չգիտեմ, արդեն ազգային անվտանգությունը մնում զբաղվի, չգիտեմ, էլ որ մարմինը պետք է զբաղվի, արդեն չգիտեմ։ Բայց ոլորտի մասնագետները մի քանի հարցեր են առանձնացրել, որոնք նույնիսկ ահազանգեր են հնչեցրել, նամակներ են գրել կառավարություն Նիկոլ Փաշինյանին եւ որ իրավիճակում դեռ հա դուք նույնպես, բայց շուկայում խնդիրը չի կարգավորվում, այս քաոսը չի լուծում։ Փաստորեն եւ էլեկտրոնային դեղատոմսերի մասով սնանկության հասցնող տուգանքների կիրառման մասին են ահազանգ հնչեցրել, այս դրոշմապիտակների բացակայության շուկայում, այսինքն հա որը նաեւ տնտեսվարողին ահռելի բերի տակ է գցել։ Հերիք չի իրանք չեն կարգավորումները չեն տալիս կամ եղած օրենքներն էլ չեն կիրառում։
ուշացումներ են տալիս, այսինքն այս խառնաշփոթը ստեղծել են, հիմա ոչ միայն քաղաքացին է դժում սովորական, ես օրինակ, որը օգտվում է, հա, այդ դեղորայքից, այլ նաև տնտեսվարողը ահռելի, հա, միլիոնների հասնող բաների տակ են, բեռի տակ են դրել, որ այս մարդիկ չգիտեն ինչպես վարվել։ Հիմա բժիշկներն են մեղավոր, դեղատներն են մեղավոր, խնդիրը կա եւ որևէ գերատեսչություն չի ուզում կարգավորել։ Ուղղակի ասենք ես լսում էի, բանո, Փաշինյանի այդ խոսքը պետք է կարգավորենք, խնդիրը կա, պետք է կարգավորենք, ես էլ եմ ամեն օր ասում, պետք է կարգավորենք, որ ոլորտը բարձրացնում ենք, տենում ենք մի ահռելի, հա, խնդիր, պետք է կարգավորենք, թե ինչ են անում, չգիտեմ։ Փորձենք առանձնացնեք դուք ամենակարևորները, փորձենք դրանց մասին խոսել։ Տեսեք, քանի որ նշեցիք էլեկտրոնային դեղատոմսերին, հա, էլեկտրոնային դեղատոմսերի փոփոխությունը, որը որ տեղի ունեցավ 24 թվականի մարտի 1-ին, կառավարության որոշման նախագիծը փետրվարին էր, հենց փետրվարի նախագիծը եղավ, մենք նույն ասոցիացիայով մի քանի նամակ գրեցինք ուսումնասիրելով բնականաբար այդ որոշման նախագիծը, ասեցինք չի աշխատելու, կա այսքան խնդիրներ, դրանտեղ շուրջ նշել ենք մոտավորապես 20-ից ավելի խնդիրներ, որոնցից կարևորագույնը 7-8 խնդիր կար, որը որ լուծելի չէր տվյալ պարագայում։ Չէ, ասեցինք դա կմտցնենք, դա պարտադիր է պետք է մտնի, քանի որ այդտեղ շատ կարևոր հարց կար առողջապահական այդ օֆերտա կոչեցյալի, հա, այսինքն ապահովագրման հետ կապված ինքը ացանցիալ կարևոր հանգամանք է տվյալ էլեկտրոնային դեղատոմսը, այնուամենայնիվ որոշումով փետրվարի 29-ի որոշումով մտցրեցին։ Դրա մասին կներեք մոռացել էին, փետրվարի 27-ին փոխնախարարը հայտարարում է մեկնարկի մասին, հետո լրագրողները ինձ հարց են տալիս, ասում են ինչպես անենք, ասում դե մի թող չնեղվեն մարդիկ, չկա կարգավորում, ով ուզում է թող գրի էլեկտրոնային, ով ուզում է թող գրի թղթային, հետո գլխի են ընկնում, որ կարգավորումը չկա, բայց իրենք հայտարարել են, ու Փետրվարի 29-ին փոխնախարարը վազքով այդ որոշումը տանում է կառավարություն, անգամ ես կատակով գրեցի, ասի բախներդ բերեց, այս տարի փետրվարը 29 օր ուներ։ Չէ, լինի։ Եվ փետրվարի 29-ին որոշումը կայացնում են, մարտի 1-ից, այո, մտավ ուժի մեջ եւ դրանից հետո սկսվեց մեր ամբողջ գործընթացը։ Ինչ տեղի ունեցավ։ Սկզբի 5-6 օրը կարելի է ասել, երբ որ ինտենսիվ թե առողջապահության նախարարությունը, թե մնացավ փորձում էին այդ էլեկտրոնային դեղատոմսերը գրել, դեղատներն ասում են, դեղատների համար ինչ կա, ըստ էության բան չկա, ինքը եթե որ էլեկտրոնային դեղատոմսը գա, ինքը մի քանի րոպեվա բան է, դեղագետը, դեղագործը, դեղատան աշխատակիցը կարող է դա հանգիստ սպասարկել, իր համար դա ավելի ձեռնատու է։ Բայց երբ որ խնդիրները սկսվեց, այսինքն ծրագիրը չէր աշխատում, դեղորայքի անվանումներն էր քիչ, ի դեպ առեսօր մինչև այդ 470 անվանում դեղորայքը, որ այդ ժամանակ հրապարակվեց, առեսօր երևի 10-ից ավել նամակ եմ գրել, այդպես է չհրապարակեցին անվանումները, որ ինչու չգիտենք։ Ես ասում եմ ժողովուրդ, հրապարակեք, որ դեղատան աշխատողը իմանա այդ 470 անվանում, որ մեկնա, որ ինքը կարողանա։ Չէ, ասում ինքը էլեկտրոնային կգա ազդող նյութով, ասում ենք ազդող նյութով հրապարակեք, գոնե այդպես, որպեսզի ինքը գոնե իր մոտ ապահովի այդ դեղորայքը։ Քանի որ դեղորայքը դեֆիցիտ է, չէ, ինքը պետք է կարողանա որևէ տեղից հայթայթի եւ իր մոտ ունենա։ Չէ՞ որ պացիենտը գալիս է եւ այդ դեղը առնելու ինքը պետք է ունենա, եւ որ չկա ո՞նց անի։ Ինչևէ, ասեցինք չի աշխատելու հարգելիներս։ Չէ, կաշխատի։ Այդտենց անցավ մոտ 2-3 ամիս, ասեցինք լավ, երևի թե մոռացան, տեսան որ հերթական օրենսդրականային դրույթն է, որը չի գործում։ Արդեն օգոստոս ամսին սկսեցին տուգանքները։ Ստուգումներ, մտնում էին դեղատոմ, հիմա ոնց ասում են ուրա քո դուրս գրած էլեկտրոնային դեղատոմս, ասում են չի գրվել, մենք էլ չենք սպասարկել։ Դե ասում է, քանի որ չի գրվել, մենք հարկային մարմինից ստացել ենք, որ դու քանի հատ եք վաճառել, որտեվ դա հրապարակային է։ Եվ դրանով սկսեցին տուգանել։ Սկզբի երևի թե 1 ամիս, 2 ամիսը տուգանում էին ըստ դեղի անվանումի։ Այսինքն, եթե վաճառվել է 470-ից, օրինակ 470-ից 400 անվանում դեղ է վաճառվել, չէ՞։
անվանումով։ Իրենք տուգանում էին 1 դեղի համար 5000 դրամ, այսինքն կգար 2 միլիոն դրամ։ Դրանից հետո տեսան, որ չէ, ոնց որ քիչ ենք տուգանում, հետաքրքիր իրանց մոտ Էվրիկա առաջացավ տեսչական մարմինի մոտ եւ սկսեցին ամեն կտրոնին տուգանել։ Կտրոնը դա նկատի ունեմ օրինակ այդ դեղը, այդ դեղը օրինակ 10 հաբ է, ամեն մի գնորդ գնում էր ամեն օր մի հատ առնում էր, որտեղ ավել գումար չունի, ինքը գոնե ամեն օր մի հատ առնում էր։ Դա դարավ 10 հատ։ Ու այդ տուգանքները հասավ արդեն հատիկով է հատիկով, այդ հենց այդ հատիկի համար, ոչ թե տուգի ամեն համար, հատիկին են ամեն հատիկի համար սկսեցին ամեն տուգանել, ՀԴՄ կտրոնի համար, ամեն ՀԴՄ կտրոնի համար, որը մի հատիկ կլինի թե երկու, սկսեցին տուգանել 5000 դրամ։ Այսինքն ինչ, դեղատունը չվաճառի այդ մարդուն, դա Իրանք ունի ասում են այդքան հենց այդ են դրամ։ հենց առողջապահության նախարարության եւ տեսչական մարմնի հղումը նրանն է, որ դուք մի վաճառեք, թող գնան նորից բժշկի մոտ։ Ասում ենք, հարգելիներս, եթե դեղատունը բացվել է գործելու համար, որպես իր շահութ հետապնդող կազմակերպություն, որ դեղը չվաճառի, բացելու իմաստը ո՞րն է։ Այդ ժամանակը թող միանգամից ասեք, փակեք դեղատները, որ էլ չաշխատեն։ Ու սկսեցին տուգանքները 5 միլիոն, 10 միլիոն, 15 միլիոն, 116 միլիոն 2024 թվականի ընթացքում առանց էլեկտրոնային դեղատոմսերի դեղորայքի դուրս գրման համար մոտ 200 միլիոն դրամի տույժ է կիրառվել։ Այո, առնվազն։ Այսպես է, էլի բյուջե լցնում։ Այսինքն բիզնեսները փակվում են։ 200 միլիոնը քիչ է, որովհետև միայն 116 միլիոնը մի անձի վրա են տուգանել։ Ոնց, մի դեղատան, մի ներկրողի։ Մի պատասխանատու անձի են տուգանել 116 միլիոն դրամ։ Իսկ տենց 10-15 միլիոնանոց ես տասնյակ գիտեմ, որ տուգանել են, տասնյակից ավել։ Չեմ հաշվում են 500,000, 700,000, 800,000 դրամները։ Ավելին, այս ամբողջ խնդիրը արդեն 1 տարի է շարունակվում է, բարձրաձայնվել է բոլոր տեղերում, ինչքան հնարավոր տեղ կա, բոլոր տեղերում քննարկման առարկա է դարձվել, որ խնդիրը նրա մեջ է, որ փաստացի բուժ հաստատությունները, բժիշկները դուրս չեն գրում դեղորայքը, հա, էլեկտրոնային ձևով, տարբեր պատճառներով, եթե անհրաժեշտ է, մենք էլ կասենք, թե ինչ պատճառներ կա, բայց այնուամենայնիվ միայն տուգանում են դեղատան պատասխանատու անձին։ Բժշկին չէ։ Բժշկին չեն տուգանում, անկախ նրանից, որ նույն իրավանորմի մեջ, այսինքն վարչական իրավախախտումների մասին օրենքում նույն արարքի համար բժիշկն էլ պետք է տուգանվի։ Ինչու բժշկին չէ, որովհետև հիվանդանոցները պատկանում են առանձին մարդկանց, գիտենք, իրենք են, հա, տարօրինակ է։ Տեսչական մարմնի ղեկավարը որոշել է այդպես, մոտեցումը այդպես է եղել։ Իսկ տեսչական մարմնի ղեկավարը մարմինը իրավունք ունի այդ ստուգումները անցկացնել։ անցկացնել։ Այո, միայն իրեն, օրենքով միայն իրեն է վերապահված, ինչի չեն գրում բժիշկները։ Ուրեմն ես հաշվել էի, որ մի բժիշկը 2024 թվականին մեկ օրում գրում է 0.021 դեղատոմս։ Այսինքն բժիշկներ կան, եթե դեղատոմսերի թիվը բաժանում ենք բժիշկների վրա, դες թիվ ենք ստանում, այսինքն փաստացի չի աշխատում այս բարեփոխումը, հա, ինչու չեն գրում բժիշկները։ Բժիշկներն էլ իրենց օբյեկտիվ պատասխաններ ունեն, որ չեն գրում։ Առաջինը տեխնիկական հագեցվածությունը, բժիշկները չունեն համակարգիչներ, որոնք միացած են համապատասխան տեխնիկական բնութագրով ինտերնետի, որը որ կարողանա սպասարկի արմեդը, հա, եւ դրանից ելնելով բժիշկը չի կարողանում ներբեռնի այդ դեղատոմսը։ Դեղատոմս ներբեռնելու համար ամենակիչը 20 րոպե պետքա մի հիվանդի համար, որպեսզի բժիշկը ծախսի, բացի այն, որ ինքը բուժում է, նայում է հիվանդին, զննում է օբյեկտիվ, սուբյեկտիվ, մի հատ էլ մի 20 րոպե պետքա, որ մի դեղ դուրս գրի, եւ այդ դեղը դուրս գրելու համար պետքա լինի համակարգիչ, պետքա լինի համապատասխան հզորությամբ ինտերնետ, որպեսզի ինքը կարողանա արմեդում ներբեռնի։ Ուրեմն շատ երկար համակարգը չի դանդաղում է աշխատել, նամանավանդ օրվա ժամերին, հա, այսինքն երկար ժամանակ պետքա գտնի այդ համակարգը տվյալ հիվանդին։ Հաճախ հիվանդը անձնագիր չի ունենում, ID card չի ունենում, անուն ազգանունով են փնտրում։ Անուն ազգանունով երբ որ փնտրում են, այդ անուն ազգանով կարողա բերի եսի մի
10 հոգի, այդ 10-ից պետք է իդենտիֆիկացվի այդ հիվանդը։ Այսպեսի խնդիրներ կան, էլի, եւ նամանավանդ մարզային առողջապահությունը եւ ոչ միայն, օրինակ, այս վերջերս ես շատ հայտնի կլինիկայի մի բաժանմունքում էի, որտեղ բողոքում էին, ասում էին 2 համակարգիչա դրած 8 բժիշկ ենք։ Չենք կարողանում հասցնենք, գրենք, էլի, որտեղ մենք քանակի վրա ենք աշխատում, ծանր հիվանդներ են եւ այլն։ Եվ ամենածիծաղելի բանը ասեմ, երբ որ մարզային բժիշկները հանդիպում են արտաշատում փոխնախարարի հետ, որը որ այս բարեփոխման պատասխանատուն է, հարց են տալիս, ասում են, ախր մեր համակարգիչները չեն միանում այդ համակարգին, մենք ո՞նց անենք դա։ Ասում է, ձեր համակարգիչները, ինչ համակարգիչներ են, ասում է, հայկական արտադրության, որը որ դուք մեզ տրամադրել եք, դուք կհիշեք այդ հայտնի պատմությունը, Տիկին Սեյրանյան 2020 թվին էր երևի, կարող առնեմ թիվը, վարչապետը շատ երկար գովեց հայկական արտադրության կառավարության նիստի, այո, շատ երկար խոսեց եւ դրանից անմիջապես հետո Արսեն Թորոսյանը նախարար էր եւ 2700-ի կարգի այդ նոթբուքերից, արմբուքեր, եթե չեմ սխալվում կոչվում, հա, դրանցից գնեցին պետության հաշվին եւ բաժանեցին մարզային առողջապահությանը եւ ոչ միայն, նաեւ Երևանյան պոլիկլինիկաներին։ Հիմա այդ մարդիկ ունեն այդ համակարգիչը։ Հիմա փոխնախարարը գնում է հանդիպման, ասում են մեր այդ համակարգիչն է, որը որ չի կարողանում ներբեռնել դեղատոմսը եւ փոխնախարարի պատասխանը ասում է թափեք այդ համակարգիչները, դրանք զիբիլ են։ Այսինքն պետության հաշվին առնում եք, տալիս եք մարդուն, ասում եք դուք այս համակարգչով պետք է աշխատեք, երբ որ ինքը բողոքում է, ասում է ես չեմ կարում էլեկտրոնային դեղատոմս, ասում է թափի այդ համակարգիչը։ Իսկ այդ համակարգիչը առնելու պատասխանատուն ով է։ Վերջիվերջո դա բյուջեի հաշվին գնված համակարգիչներ եղել։ Եվ այսպես չգույքագրելով այդ խնդիրները։ Ով է փոխնախարարը։ Արտակ Ջումայանը, որը որ հանդիսանում է այս բարեփոխման պատասխանատուն, հա։ Ու մենք չգույքագրելով այս խնդիրները, չհասկանալով ինչ է տիրում համակարգում, դրեցինք այս բարեփոխումը արեցինք, առաջի հարվածը ստացել են դեղատները, երկրորդ հարվածը ստանալու են բժիշկները։ Հիմա արդեն, որովհետև շատ անբարեխիղճ տնօրեններ ունենք, որոնք որ բժիշկներին ասում են, գնացեք ապառիկով ձեզ բան արեք, համակարգիչ արեք, որ այս դեղատոմսերը դուրս գրեք։ Այսինքն դա թողնում են այդ հոգսը բժշկի վրա։ Իսկ բժիշկը այնքան հոգս ունի այսօր, որ իր համար եւս մեկ հոգս պլյուս ֆինանսական խնդիրներ չի կարելի առաջացնել։ Ես երեք խոսում էի Հայաստանի Հանրապետությունում շատ մեծ բժիշկների արտահոսք կա, սա էլ է անվտանգային խնդիր։ Բոլոր երիտասարդ լեզուն տիրապետող անգլերեն, լեզուն գերմաներեն լեզուն տիրապետող բժիշկները հերթ են կանգնել, որ այդ քննությունները տան, 5 ամիս արդեն հերթագրված են, տեղ չկա։ Եթե այսօր գնամ, ես որպես բժիշկ ուզենամ հերթագրվել, 5 ամիս հետո նոր տեղ է բացում, այսինքն այդքան շատ են դիմողները։ Գնում են աշխատում են Կատարում, Օման, Դուբայ, Աբու Դաբի, Գերմանիայի բոլոր քաղաքները ընդունում են։ Մեր բժիշկները, մեր խելացի, այլևս չեն կարողանում այս պայմաններում աշխատել, նրանք գնում են։ Եվ այս երեք մանկական էնդոկրինոլոգներին էի անդրադարձել, մի հիվանդի ուղեգրումից 160-ից 220 դրամ գումար են տալիս բժշկին։ Այսինքն մի հիվանդ բուժելու արժեքը 220 դրամ է։ Ինչպես պետք է աշխատեն այդ բժիշկները։ Ու հիմա էլ մենք ասում ենք գնացեք այդ 220 դրամից գումար հատկացրեք, համակարգիչ առեք, որպեսզի կարողանաք էլեկտրոնային դեղատոմսներ բեռնել։ Հիմա այդ էլեկտրոնային դեղատոմսը շարունակեմ։ Նշեմ, պարոն Խաչատրյան, կառավարությունը ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից ընդլայնելու են էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկը, սակայն որոշումը հետաձգվել է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ Հուլիսի 1-ը։ Դա էլ ուզում եի ասեի, որ փաստացի դուրս է գալիս, երբ որ ամփոփում ենք այս վիճակագրական տվյալով 1 տարին, հա, հիմա արդեն ըստ էության մարտն էլ ավարտեց, ապրիլն ենք, 1 տարվա մեջ գրեթե ոչինչ էլեկտրոնային դեղատոմսի
բարելավման հետ համակարգի տեղի չի ունեցել։ Բացի տուգանքներից, բացի տուգանքը տեղատներին այլ բան չկա։ Հիմա ուշագրավը այն է, որ 2-3 ամիս հետո, քանի որ այն ժամանակ 470 անվանում էր մտել շրջանառության մեջ, հիմա ամբողջ դեղատոմսային այդ հատվածն է մտնում, որը շուրջ 2200 անվանում դեղորայք է դառնում։ Այսինքն ընդհանուր դառնում է մոտավորապես 2500-2000 անվանում դեղորայք, դե հիմա պատկերացրեք տուգանքների թիվը, եթե այն ժամանակ գրել են մոտավորապես, չգիտեմ, լավ, մի տնտեսվարողնի վրա 116 միլիոն, եթե դա բազմապատկենք օրինակ 4-ով, հա, ինչքան կդառնա 400 քանի միլիոն։ Մեկի վրա գրել են 15 միլիոն։ Ում են 116 միլիոն գրել։ Թեոֆարմ ընկերության հիմնադիր տնօրենի վրա։ Ով են, ովքեր են։ Ինչու եք շփվում։ Մի բան գիտեք, Տիկին Պողոսյան։ Հիշեցի ակամայից այս որոշումը, որ տեղաբան են արել, այդ տղել են խափել մարդկանց, Տիկին Սեյրանյան։ Ուրեմն այս որոշումը, որ դրել էին իդրաֆտ համակարգ, այսինքն հանրային քննարկման, 2 տարի էր, այսինքն իրանք որոշել էին, որ 2027 թվականին նոր պետքա այս մնացած դեղերը անցնեն։ Այո, ու ես շատ երևի մեղավորը ես եմ, արձագանքեցի, ասի շատ ճիշտ գովացի, էլի, ասի շատ ճիշտ որոշում եք կայացրել, որովհետև 2 տարում հազիվ էլ բարելավենք, որովհետև իրականում խնդիրներ կան եւ այլն, եւ կառավարության նիստի ժամանակ արդեն այդ օրը փոխում են 6 ամսով, այսինքն հանրությանը, չգիտես ոնց են խափում, էլի։ Եվ ես հրապարակել էի 2 որոշումներ, ասում եմ, ինչ եք խափում հանրությանը, այսինքն հասկանում ենք, ձեր մրցույթները ձևական են, ձեր աշխատանքը ձևական է, գոնե այս ձևական պահը պահեք, էլի, այսինքն շատ արագ նույն օրը փոխեցին 2025 թվականի հունիս եւ այս քաոսային վիճակը 10 անգամ շատանալու է։ Երեք կառավարությունը Մարայիկ Հարությունյանը հանդիպել է բժշկական հիմնարկների տնօրենների հետ եւ շատ վատ տոներով է խոսել։ Աշխատակազմի ղեկավար։ Այո, շատ վատ տոներով է խոսել, այո, ասել է, որ ձեզ կտուգանենք, ձեր հիմնարկները տուգանքներից խնդիրներ կունենան, սա բարեփոխում է եւ պետք է արվի։ Թե ոնց, լավ անում Արայք Հարությունյան նովա, որ ընդհանրապես իրեն թույլ է տալիս, այդ ներկաները թույլ են տվել, որ նրապես մեկը իրենց հետ այդպես խոսի։ Պարոն Խաչատրյան, փաստորեն առանց դեղատոմսի վաճառքի արգելք կա 470 անուն դեղի համար։ Այսօրվա դրությամբ, այդ թվում հակավարակային, հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերիային, հակավիրուսային, իմունային շիճուկների, իմունոգլոբուլինի, պատվաստանյութերի ու միֆոպրոֆոլ պարունակող դեղամիջոցների։ Բա ինչ անենք, ասենք արգելք կա վաճառքի, ինչ ենք անելու։ Հիմա ասենք ինձ դրանցից մեկը ենթադրենք նշանակել է, ինչ եմ անելու, ինձ անհրաժեշտ է։ Ինչ անեմ որպես քաղաքացի։ Խնդիրը այն է, որ տեսեք, երբ որ մենք գալիս ենք մայր օրենքից, հա, սահմանադրությունից, սահմանադրորեն պետք է բուժառուին ապահովի դեղը։ Այդ նույն ապահովողը նաև բժիշկն է, նաև դեղատան աշխատակիցն է, որը որ նույն կրթական համակարգի մեջ է, այսինքն բժշկական հաստատության ներկայացուցիչ։ Իրենք պարտավոր են դա ապահովելու, անկախ նրանից, թե համակարգը գործում է, թե չի գործում։ Ոնց կլինի, եթե հիմա օրինակ, հա, իդեպ sense մի հետարքիր բան ասենք, sense թե նենց դեղատոմս դուրս է գրվում, խոսքը էլեկտրոնայինի մասին է։ Նաև որևէ մի պացիենտ, որը որ մեկնաբանում է մեր հարգարժան կառավարությունը, չի գնում իր համար անուղակի գնա, ասենք մի հատ անտիբիոտիկ վերցնի, հա, եւ ներարկվի։ Չի բնականաբար խելաց մարդը չի, դա բնականաբար բժիշկն է գրում եւ բժիշկը գրում է իր թղթային տարբերակ դեղատոմսով։ Դրանով են գնում դեղատուն, որևէ մի անձ առանց դրա չի գնում դեղանում եւ դեղատունը դրանով է բաց թողում։ Ոչ թե էլեկտրոնային դեղատոմսը, որ թուր ըմբռնում չլինի, որ դեղատոները ասենց բաց են թողում, անտիբիոտիկ են տալի եւ այլ, ասենց ինչ ուզել, չէ, այդպես չի։ Կա դեպքեր որոշակի տոկոս կարա լինի, բայց ամբողջովին այդպես չի։ Խնդիրը այն է, որ պետք է, պարտավոր է
թե պետությունը, առաջերտին պետությունը այդ կապը, տվյալ կապը ապահովի, այսինքն որպիսի բուժառուն որևէ խնդիր չմտածի, բուժառուն ինքը ինչ գիտի դա էլեկտրոնային պետք է լինի, ոչ էլեկտրոնային պետք է լինի եւ այլ, ինքը գնում է բժշկի, մարդը հիվանդ է, վերջ-վերջո բժիշկը դեղատոմսը դուրս է գրում, հա, եւ ինքը գնում է դեղատոն այդ ամեն ինչը ստանալու համար։ Համակարգը այնպես են արել, տեսեք, օրինակ դա էլ ուզում եմ նշեմ, որ էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համար մեկ դեղ է դուրս գրվում։ Օրինակ, պացիենտը գնում է 5 անվանում դեղ պետք է գրեն, 5-ից 3-ը դեղատոմսով է էլեկտրոնային։ Ինքը պետք է առանձին գրի, պատկերացնում եք, բժիշկը պետքա նստի, դա գրի այդ առանձին ու հետո նոր ներբեռնի, այսինքն այդ բժիշկը մի հիվանդի համար մոտավորապես կարող է 1 ժամ ծախսի, բայց արի ու տես սովորական դեղատոմսով գրելու համար դա կտևի 5-ից 10 րոպե։ Դա է ամբողջ խնդիրը։ Եվ ավելին ասեմ, հետնել պետք է մի հատ սովորական դեղատոմս գրի, որովհետև հիվանդի ձեռքը պետքա լինի դեղատոմսը, որ կարողանա խմի։ Բացատրի, էլեկտրոնային դեղատոմսը էլեկտրոնային արտակում է։ Հիմա պատկերացրեք 70 տարեկան մարդը խո չի մտնելու ինքը արմետ համակարգ նայի իր վրա ինչ է գրված եւ այլ։ Բացի էլեկտրոնային դեղատոմսից կան նաեւ այլ դեղեր, որոնք սխեմատիկ բուժման համար են, հա, որը որ դեղատոմս չի պահանջվում, բայց գրված է այնտեղ, որ ոնց խմի, երբ բնի, ինչ անի, վերջ-վերջո այդ ամբողջը բժիշկը միշտ արտացոլել է սովորական թղթային տարբերակ դեղատոմսի վրա։ Այդ թղթային տարբերակ դեղատոմսով պացիենտը գնում է դեղատոմս, սովորական խմել, որը քանի անգամ ավելին նույն թղթային տարբերակի վրա գրված է նաև բժշկի անուն, ազգանունը, հեռախոսի համարը, եւ եթե անհրաժեշտ է լինում, զանգում է բժշկին, ասում է, որ օրինակ ես այդ մի դեղը խմեցի, վատ եմ զգում։ Բա հիմա էլեկտրոնայինի դեպքում տանելու են տան էլեկտրոնայինը դեղատոմսը սենց հետո պիտի պրինտ անի, հա, չգիտեմ։ Չէ, այտենց չկա, ոնց դեղատոներում պրինտ չկա, ինչ պրինտ։ Եվ ամենակարևորը ոչ մի արտակարգ իրավիճակ չի նախատեսում, այսինքն ենթադրենք դեղատանը լույս չկա, հասարակ բան, կամ հիվանդանոցում լույսեր չկան, մենք գիտենք 5, 6, 8 ժամով լույսերը անջատվում են, մանավանդ գյուղեր ունենք, որ մի դեղատուն է կամ մարզ ունենք, որ 2-3 դեղատուն է, հա։ Այսինքն մարդը կարող է գյուղի բնակիչը 30 կիլոմետր գնա հենց այդ դեղատունը, որտեղ որ պետքա գնի այդ դեղը, ու լույս չկա, ինչ պետքա անի այդ մարդը, չի նախատեսում։ Չգիտի էլ արդեն ինչ դեղ են գրել։ Ինչ դեղ են գրել։ Գնալու է ասի, որ խնդրում եմ նայեք, ինձ դեղա դուրս գրած։ Այսինքն արտակարգ իրավիճակների դեպքում ոչ մի նախատեսում կամ իրենց արմետ համակարգը ժամերով հանքումա չի աշխատում։ Ինչ են անելու այդ հիվանդները։ Լավ, հիմա վճարելու են այդ տուգանքները, տուժտուգանքները։ Իհարկե, օրինակ դեղատների ներկայացուցիչները ասել էին մեդիայի հետ զրույցներում, որ իրենք չեն ուզում խախտել օրենքը, բայց բժիշկները դուրս չեն գրում բավարար քանակությամբ դեղատոմսեր, իսկ իրենք բուժառուներին չսպասարկել չեն կարող։ Չեն կարող։ Հիմա ինչ պիտի անեն այս մարդիկ։ Դե տեսեք, Պիտի գնան մուծեն այդ 116 միլիոն, 12 միլիոն, 20 միլիոն, չգիտեմ, այդ գումարները։ Ինչի պիտի վճարեն։ Իմ տեղեկություններով գրեթե բոլորը դատի են տվել, այսինքն մտել են դատական համակարգ, դատական գործընթացի մեջ, բայց աբսուրդ է, որովհետև դուրս է գալի, որ ինչ որ այլ գործընթացի հետևանքով դեղատները տուգանվում են, հա, ու եթե սկսվի այդ նույն տուգանքները կիրառվել, օրինակ դատարանում սկսեցին կրվել, չէ՞ դա, դուրս կգա, որ այդ մարդը պետք է վճարի այդ 100 միլիոնը, մյուսը 15 միլիոնը, այս սնանկացման կգնան, կփակվեն իրենք, որովհետև գործընթացը չի կանգնել։ Խոսքը նրա մասին է, որ չի կանգնել, օրինակ նույն այսօր ուրբաթ է, հա, կարող է նույն ստուգումները այսօր տեսչական մարմինը իրականացնում է եւ այսօր նորից ստուգանք է գրում ինքը։ Ինքը չի դադարեցրել այդ գործընթացը։ Նախաձեռնության այդ խումբը որ կա, այսինքն դեղատների թե ասոցիացիան, թե մեծածախ ցանցերը, որոնք կան, դիմում են գրել եւ մենք խնդրել ենք, որ ժամանակավոր գոնե տուգանքի հետ կապված կասեցնեն, չգիտեմ ոնց կստացվի, գոնե կասեցնեն, մինչեւ համակարգը լիարժեք աշխատի։ Բոլորը ասում են խնդիր չկա։
մենք խնդիր չունենք դրա հետ կապված, բայց եթե չի գրում, ոնց կարող է, եթե մարդը դեղատունը լավ շահույթ հետապնդող կազմակերպություն է, բաց չթողի, բա ոնց ինքը եկամուտ ունենա, մի քիչ բանի մեջ են։ Հունվարիներ եղել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը ասուլիս էր հրավիրել եւ նա ասել էր, որ անկախ նրանից թե տնտեսվարող սուբյեկտը երբ է ընդգրկվում տեսչական մարմնի ստուգումների ցանկում, դիտարկվում է չստուգված ամբողջ ժամանակահատվածը։ Այո։ Սա էլ է տարօրինակ։ Այո։ Դուրս է գալիս, տեսեք, անգամ դեպքեր կան, որ կրկնակի են ստուգել։ Այսինքն ես դեպք գիտեմ, որ օրինակ ստուգել են մինչև տվյալ տարվա, չգիտեմ, մարտ ամիսը, հա, 14 թվականի մասին է խոսքը, մի հատ էլ ստուգել են մարտ ամսից հետո։ Նույն տնտեսվարողին եւ նույն էլեկտրոնային դեղատոմսի հետ կապված ստուգանք են գրել։ Իմիջիայլոց ես ձեզ ասեմ, տեսչական մարմնի հետ կապված, քանի որ իմ նախկին գոլեգաներն են, գիտեք, այնտեղ աշխատել եմ, մեծ քանակով տեսուչներ դուրս են գալիս տեսչական մարմնից, դիմումները գրում դուրս են գալիս։ Իրանք լուրջ մարդկային ռեսուրսի խնդիր ունեն, որովհետև նման պայմաններում, այսինքն իրենք էլ են հասկանում, որ իրենք անում են հանձնարարականներ, որի արդյունքում դատարաններում են հայտնվում եւ հանձնարարականները օրինաչափ չեն, որի արդյունքում բոլոր խելացի տեսուչները դիմումները գրում են դուրս են գալի, այսօր մենք ունենք տեսչական մարմնում լուրջ կառավարման խնդիր, շատ լուրջ։ Եվ ինչ վերաբերվում է, որ բոլորը տուգանքի մատերիալ են, այդքան էլ այդպես չի, որ տեսչական մարմինը փոխանակ իրազեկման աշխատանքներ կատարին, ունի շատ կարևոր կոմպոնենտ, կոչվում է իրազեկում, հա։ Իրենք առանց իրազեկելու, որևէ խնդիր առաջ տանելու, ումն ուզում ստուգում են, ինչքան ժամանակով ուզում ստուգում են, եւ եթե տնտեսվարողները հետեւողական չեն լինում, ծանր տուգանքների տակ են ընկնում։ Հիմա նույն Անահիտ Ավանեսյանը, Արսեն Թորոսյանները ու շատերը, իրենք էս ոլորտում նաև բիզնես գործունեություն են ծավալում։ Հերիք չի իրար միս են ուտում, որովհետև մեկը մյուսի շահերը կարծես դաշտն է մտնում ու շահերի խնդիր ունեն։ Քաղաքացիները չգիտեմ որքանով գիտեք, այս երբեմն երբ որ տեսնում եք իրենց կացոցներ, դա ամեն մեկը իր բիզնես շահերն է առաջ մղում, եւ երկուսն էլ իրականում հետագայում քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի եւ COVID-ի փողերի հետ կապված, եւ այդքան մարդկային կորուստների եւ այլ կոռուպցիոն դրվագներով։ Հիմա Տիկին Պողոսյան, այդ խտրական վերաբերմունքը ես ինչի հարցրեցի նույն 116 միլիոնում են տվել, որովհետև վստահ եմ, եթե օրինակ ասենք ՔՊ-ի մեր շրջանակի ներկայացուցիչ լինի կամ Փաշինյանին բան, հա, գովերքող դաշտից մեկը լինի, ՔՊ-ական նիկոլական մեկը լինի, իրենք չեն անի դա։ Բայց եթե որևէ մեկը ընդդիմադիր հայացքներ ունի ինչ-ինչ հարցերում նույնիսկ կամ քննադատում է իրատեսական, հա, ոլորտով մտահոգ քննադատության է ենթարկում, այս իշխանություններին իրենց հետևից գնում են, այդպես է թե ոչ։ Այո, այդպես է, ու ցավոք սրտի այդ խտրական մոտեցումը բերում է նրան, որ մենք առողջապահությունում ունենում ենք իրականում պատմություն ստեղծած կլինիկաների կամ դեղատների կամ առողջապահության մեջ մեծ ներդրում ունեցող մարդկանց, այսպես ասած, հիասթափություն եւ իրենք դադարում են նույն ինտուզիազմով զբաղվել դրանով եւ ունենում ենք մարդիկ, որոնք պատահական հայտնվել են առողջապահություն, բայց իրենք առողջապահության մեջ սկսում են եղանակ թելադրել։ Ես բազմիցս խոսել եմ, օրինակ առողջապահության նախարարության բոլոր պիլոտային ծրագրերը կատարվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչում։ Չէ, ուրեմն թերագնահատելով, այսպես զավթումներ, չէ, չթերագնահատելով այդ պատմություն ունեցող կլինիկան, իրականում նա պատմություն ունեցող կլինիկա է, այդ պիլոտները ինչու են արվում, որովհետև նախարարության ենթակայության է, տնօրենն էլ դեռ երեք իրանց մարդներ, վաղը չգիտեմ ինչ կլինի, իրենք փորձում են այդ պիլոտները այսպես գեղեցիկ տանել, ասել ամեն ինչ նորմալ է, անցկացնել,
Այս վերջերս մի Պիլոտներ ասելով պիլոտային ծրագրերի օրինակ այս դեղորայքի դեղատոմսերի դուրս գրման պիլոտային ծրագիրը արել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչում։ Եվ դրա համար ինչ բյուջե է հատկացվում, դրսից թե ներսից է բյուջե։ Չէ, ներսից պետական բյուջեի հաշվին տալիս են մոտավորապես ինչքան գումար։ Տարբեր ծրագրերին տարբեր գումարներ են տալի, վերջի ծրագրի մասին, որ ասենց հստակ հիշում եմ, ուրեմն արագ արձագանքման խումբ են ստեղծում աղետների ժամանակ, որը էլի անում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչի հենքի վրա։ Ու հետաքրքիր մի բան կար այդ նախագծում, ասում եմ մի հատ քարտ ենք ստեղծում, բանկային քարտ, որի վրա $50,000 փող պետք է միշտ լինի, օգտագործելու համար աղետների ժամանակ։ Ու այս ակամայից հիշեցի, որ նման ով օգտագործի աղետի ժամանակ։ Այդ աղետների խումբը էլի, որ ստեղծում են, էլի, հա։ Այդ աղետների խումբ են ստեղծում, իրենց այդ ֆոնդի վրա պետք է $50,000։ Այդ քարտի վրա, ֆոնդ չի, քարտ, պլաստիկ քարտ, հա։ Այդ ու մոտ այդ քարտը լինում։ Չեմ կարող ասել, որոշման մեջ պարզ չէր։ Եվ հիշեցի, որ կոവിഡ്ի ժամանակ այդպիսի քարտ կար։ Հա, անհրաժեշտությունից ելնելով գնում կոവിഡ്ի ժամանակ ձեռքին էր, թե Ավինյանի, թե Նիկոլի։ կոവിഡ്ի ժամանակ գուցե մի քանի քարտ կար, բայց այդ մեկը փոխնախարարից մեկի ձեռքին էր։ Ված չի։ Ու ես գրեցի փաստորեն այդ քարտի պիլոտն էլ եք լավ անցկացրել էլի, որ անցել եք արդեն կառավարության որոշումով դուք հաստատում եք այդ պրակտիկան, որ պետք է քարտ լինի, վրան փող լինի, որ հանկարծ միտեղ աղետ լինի, գնանք այդ փողը ծախսենք պետության բյուջեի հաշվին, էլի, այսպեսի շատացնել է քարտերը, Պարոն որ աղետի Խաչատրյան, մեջ ենք։ իսկ ինչպես են կարգավորումները դրսում։ Նրանք օրինակ բան են, չէ, եվրոպական չափանիշներ, այս երկրում, այս երկրում։ Մենք ոնց որ թե մինչև 18 կյանք ենք ունեցել, ոնց որ համակարգը այս կամ այն սխալները ունեցել ենք, բայց խնդիրներով հանդերձ մենք կարողացել ենք սպասարկել, չէ, իր բոլոր խնդիրներով հանդերձ։ Հիմա իսկ որ երկրի փորձն են կիրառում։ Այս շատ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է, որովհետև եթե նախկինում ասում են, որ մենք եվրոպական երկրներից ելնելով իրանց փորձն են կիրառում օրենսդրության մեջ, այսինքն ինչ էին անում եվրոպական որևէ երկրի, բայց ոչ զարգացած երկրի, օրինակ նախնական մտնող երկրի, օրինակ Մոլդովայի, հա, տենց ասեմ, այդ կարգի, հա, սահմանադրություններ էին, չէ, տենց նման երկրների փորձ վերցնում։ Վերցնում էին իրանց օրինակ օրենսդրական դաշտը, թարգմանում էին ու փորձում են ստեղ կիրառել։ Բայց երբ որ ԵԱՏՄ-ն արդեն մտավ, իրանք փորձում են հիմա չգիտեն ինչ անեն։ Օրինակ նույն հետաքրքիր բան ասեմ, որը վերաբերվում է դեղերի պատշաճ բաշխման գործընթացին, հա, այդպես կոչվել։ Ինքը նախարարի հրամանով ընդունված է երկու կարգ։ Մեկը եվրոպական ուղեցույցներն են, մեկը ԵԱՏՄ կանոնակարգը հստակ։ Եվրոպային ուղեցույցը դու կարող ես կարդաս ինքը մի հատ sense անորոշ բան ասի։ Իսկ ԵԱՏՄ-ինը հստակ կարգ է։ Հիմա ես հարց բարձրացրի, ասի վերջը հիմա ո՞րն եք ընդունում։ Արգելիներս։ Չէ, երկուսն են, ասում են ո՞նց կլինի երկուսն են։ Նա այլ բան է, սա այլ բան է, էլի։ Այնուամենայնիվ վերջում ասեցինք, դե գիտեք, քանի որ ԵԱՏՄ-ն ընդունել ենք։ ԵԱՏՄ-ն էլ արդեն թարգմանված է կանոնակարգը եւ մեր էլեկտրոնային համակարգում հայերենը դրված է։ Մենք աշխատում ենք ԵԱՏՄ-ով, ասում եմ շատ լավ, ԵԱՏՄ կանոնակարգով ենք աշխատում, օքեյ, բայց հիմա մեր մոտի եղած իրավիճակը ինչով ենք անում, այդտեղ արդեն չգիտեն, ասում են ԵԱՏՄ-ով պետք է անենք, ասում են, բայց չի բռնում ԵԱՏՄ գրված կանոնակարգը ու ստեղի գործողությունները, նույն մաքսային պահեստների խնդիրը, որը որ բարձրացնում եմ, ասում եմ, այդ պատշաճ բաշխման գործընթացի կարևորագույն փուլերի առաջի սկզբունքը պահեստն է։ Հիմա ինչի պահեստները ԵԱՏՄ կանոնակարգով կարգավորված չեն։ Ոնց կարա լինի, ոնց կարա դեղը գնա մտնի մաքսային պահեստ, չգիտենք ինչա։ Հիմա ասում են, դե գիտեք, մենք փորձնական փուլում ենք եւ շարժվում ենք այդ ուղղությամբ։ Ասում եմ, բայց այդ ուղղությամբ շարժվելով տվյալ պահին արդեն մենք ասում են օրենսդրական գերի ենք դարել եւ չենք կարողանում առաջ գնալ, որովհետեւ օրենքը այնպես են խճճել, որ օրինակ դու չես կարողանում դեղը սովորական ձևով ներմուծես։
ինչու չես կարող անել, որովհետև գրանցման ժամանակ դեղը գրանցում են իր տուփով հանդերձ։ Այլ երկրում այլ ձևի է։ Հիմա կբացատրեմ օրինակ նույնաօրինակ Վրաստանում թե այլ ձևի ոնց են արում։ Իսկ տնտեսվարողը, արտադրողը օգտվելով այդ առիթից դեղը գրանցում է իր տուփով, հետո սկսում է թելադրել դեղի գինը արդեն։ Ինչու է թելադրում, որովհետև այդ տուփից բացի նույն իր արտադրանքը չի կարա այլ տնտեսվարող բերի։ Ասում են օրինակ այնտեղ ստորակետ կա, այդ ստորակետի համար քեզ թույլ չենք տա այլ դեղը բերի։ Անկախ նրանից, որ նույն արտադրողն է արել։ Այո։ Հիմա դրա պատճառով այս նույն իրավիճակը, որը որ մեզ մոտ է հիմա, դա մի 6 տարի, 7 տարի առաջ Վրաստանում էր։ Նույն խնդիրներ իրանց մոտ չկար, իրանք էին ստեղից դեղ տանում, Հայաստանի Հանրապետությունից դեղ էին տանում Վրաստան։ Հիմա լրիվ հակառակ դառավ։ Վրաստանում գրանցված է գրեթե միասնական 11000 անվանում դեղ, որից 8000-ը գրանցված է, հստակ 3000-ը զուգահեռ ներմուծման դեղերն է գրանցված։ Եվ Վրաստանի օրենսդրության համաձայն տեսեք ոնց է գրանցում Վրաստանը։ Նախ ինքը ոչ թե գրանցում է անում, այլև ճանաչել անում։ Ասում է ես փոքր երկիր, ես ինչ գործ ունեմ, որ օրինակ Roche կամ, չգիտեմ, Sanofi կամ Pfizer այդ հանրաճանաչ արտադրողների դեղը փորձեմ փորձակնություն անեմ։ Եթե այնտեղ ստացել է, անցել է այդ լիցենզիա։ Ինքը ասում է, եթե այդ երկրներում գրանցված է, եթե իրանք ունեն արդեն իրանք սերտիֆիկատները եվրոպական, ամերիկյան եւ այլն, ես այդ սերտիֆիկատը ուղղակի ճանաչում եմ։ Իսկ մերոնք ասում են, չէ, մենք պետք է դա գրանցենք, բայց դա ձևական է։ Բնականաբար մեր փորձագիտական կենտրոնը չի կարող լիարժեք փորձակնություն անել։ Միայն այն պատճառով, որ մեր լաբորատորիան թույլ չի տա նույն դա փորձակնություն, նույն լաբորատորիան թույլ չի տա այդ վակցինաները, հա, հիմա ենթադրենք, եթե մենք համագործակցում ենք նույն Գերմանիայի հետ, հա, մենք կարող ենք, չէ, իրենց մոտ լիցենզավորված սերտիֆիկացված դեղորայքը մենք ուղղակի ներմուծենք, հիմք ընդունելով դա։ Չենք կարող, մենք չենք կարող։ Հա, Վրաստանում կարող ենք։ Վրաստանում պարզեցված ձևով ճանաչում է իր սերտիֆիկատը եւ գրանցում է։ Հետևաբար նաեւ գնագոյացումն է տարբերվում, ամենակարևոր բանը։ Անցնում եմ դրան։ Այո, դրանից ելնելով ես բազմիցս ասել եմ, որ Վրաստանում բոլոր դեղորայքը չեմ անդրադառնա, առնվազն 40% Հայաստանի Հանրապետությունից մատչելի է։ Հայտարարել եմ, որ Հայաստանի Հանրապետության բնակչության գրեթե 30%-ը թվերը ունեմ, գնում են անում Վրաստանից։ Մեզ մոտ Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությունը ըստ առողջապահության նախարարության, որը նորից կասեմ, տարեկան մոտավորապես 140-150 միլիոն է։ Վրաստանում 450 անցնում է միլիոնը տարեկան։ Վրաստանի ժողովրդի քանակը եւ մեր ժողովրդի քանակը մոտ 22-23%-ի տատանում է տալի։ Այսինքն, եթե տատանումը հանում ենք, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում է 2-3 անգամ քիչ դեղ, որտեղ այնտեղ 11000 ինչ կան, այո։ Եվ քաղաքացիները այնտեղ ես սովորական օրինակ եմ բերում, ասում եմ դե ոնց է հիմնավորում դա։ Ասում եմ փորձեք Բագրատաշեն Մաքսատնից դուրս գալ դեպի Վրաստան եւ կտեսնեք այդ 1 կիլոմետր կամ 2 կիլոմետրի մեջ քանի հատ մեծ դեղատուն կա եւ այդտեղ բնակավայր չկա։ Միայն դեղատունը դրած եւ այլ այն կենցաղային ապրանքների հետ կապված խանութներ։ Ընդեղից բոլորը միանշանակ առնում են, բոլորը միանշանակ ընդեղից դեղեր են առնում։ Ցավոք սրտի Մոսկվայի գների նույնիսկ, ես չեմ ասում ամբողջ Ռուսաստան, նույնիսկ միայն Մոսկվայի գները։ Դա նրանից է նորից շատ թանկ են մեզ մոտ դեղերը։ Դա նրանից է, քանի որ իրավասություն են տվել արտադրողին, արտադրողը գրանցում իրականացնում է եւ քանի որ այն ճնշումների եւ այն խնդրահարույց գրանցումների պատճառով իր մոտ սովորական դեղի գրանցումը մի քանի անգամ թանկ է ստացվում եւ դրա պատճառով ինքը ասում է եթե թանկ է ստացվում իմ մոտ ինքնարժեքը տվյալ դեղի գրանցումը Հայաստանում ես այդ դեղը պետք է թանկ ծախեմ դրա համար գնագոյացում ինչպես է լինում դրա համար նույն
անկոլոգիայի դեղորայքը Վրաստանում կրկնակի մատչելի է դառնում։ Թուրքիայում երակի Մոսկվայից էլ բերելիս։ Մոսկվայից Ես գիտեմ կրկնակի մարդիկ, որոնք դեղորայք կա, որոնք բերում են հենց Մոսկվայից։ ուրիշ տարբերակ չունեն, եթե դրանք արժեն հազարավոր դոլարներ, բա ոնց անեն։ Առավել եւս որ չկա այստեղ։ Ստեղ մի խնդիր է։ Այստեղ առաջանում է սև շուկա արդեն։ Այո։ Սև շուկա կա։ Լևի դեղեր։ Ընդ որում, չգիտեմ, դա մեծ ինչքան է կազմում։ Տեսեք, ես ներկայացրել եմ ոչ լիարժեք սև շուկան, հիմա բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Արկա է ու հրապարակային տեղեկատվության մասին է խոսքը։ Մաքսայինի կողմից հրապարակված դեղերի արժեքային քանակը, այսինքն օրինակ 2024 թվականին 220 միլիոնի դեղորայք է ներմուծվել Հայաստանի Հանրապետությունում։ Ընդհանուր Մաքսայինի տվյալով։ Նույն տվյալը առողջապահության նախարարության մոտ 150 է։ 70 միլիոնի տատանում է տալի, այսինքն 70 միլիոն դոլարի դեղորայքը սահմանային կետով օրինական անցել է, հարկը տրվել է, բայց առողջապահության նախարարության հավաստագրման տակ չի անցել։ Այս ինչի է բա անգել բրաբուստերի հետևից, չգիտեմ, մեկի, չգիտեմ, ինչ մեքենաների, գնա այդ փողերը հետ բեր։ Այո։ Այսինքն պատկեր Դա օրինականն է դա դեռ ԵԱՏՄ օրինական ներմուծումն է։ Կա նաև շատ մեծ քանակ, երբ որ ձեռքով են բերում, այսինքն ձեռքով մեքենայով Վրաստանից կլինի, չգիտեմ, նույն Պարսկաստանից կլինի իդեպ շատ տարօրինակ է, Եգիպտոսից են բերում դեղորայքը, բերում են բոլոր տեղերից։ Ինչու են բերում։ Հարց առաջանում, ինչու՞, քանի որ դեֆիցիտ է։ Դեղորայքը միակ ապրանքն է, որը որ անհրաժեշտ է։ Որևէ մեկը չի գնա, օրինակ, չգիտեմ, անհրաժեշտությունից ելնելով զանգի ասի, գիտեք, ինձ անպայման մի բաժակ կամ ֆանտա բերեք այնտեղ, չէ, դեղորայք են բերելու։ որովհետև դեֆիցիտն է, պարոն Խաչատրյան, եւ գինը, եւ որակը ամենակարևորը։ Եվ որակը։ Այսինքն չկա վստահություն Հայաստանում վաճառվող դեղորայքի նկատմամբ։ Ցավոք։ Եվ որը իրականության հետ աղերս ունեցող է։ Այսինքն մարդկանց մտահոգությունը լրիվ իրական է, իրատեսական է բերում։ Եթե ապահովեն գրանցվածելիությունը դեղերի, հասանելիության մասին է խոսքը, եթե նույն օրինակ Վրաստանի նման 11000 անվանում դեղ լիներ, եւ կլիներ դա արդեն կոնկուրենցիա կլիներ արտադրողների միջև, գները բնականաբար քիչներ, դեղի որակը արդեն արտադրողը մոնոպոլիա չէր եղել, ոչ մեկին չէին խնդրի, որ Մոսկվայից կամ Եգիպտոսից կամ նույնիսկ Թուրքիայից գիտեք ինչքան դեղ ամոթում Հայաստանի Հանրապետությունը։ Հազարավորներ, հազարավոր դեղեր։ Ինսուլին, նույն ինսուլինը հենց երեք բանը 0-ից 18 տարեկան երեխաների առաջին տիպ դիաբետով երեխաների ծնողներն էին ահազանգում, որ շուկայում մեծ քանակությամբ ինսուլին կա, որը որ բերվում է Թուրքիայից։ Գների հետ կապված հետաքրքիր մի բան ասեմ, մենք կարող եք հետո տրամադրել, որ ընկերությունն է ներկրում։ Ինսուլինը ընկերություն չի ներկրում, բանը անհատները բերում են, չկա օվուզի կավը բերել, չկա որովհետև բերում են։ Ուրեմն մենք չունենք ռեֆերենս պրայս հասկացությունը Հայաստանի Հանրապետություն, որը օրենքի պահանջ է։ Ինչ է այդ ռեֆերենս։ Ինչ է ռեֆերենս պրայսը։ Մի քիչ ուշ են էլ ստեղծում։ Այսինքն այդ ռեֆերենս պրայսը իրենից ենթադրում է հենց Ակրաս ԵԱՏՄ գոտում ենք մենք, ինչ պետք է անեն։ Պետք է երկիրը ստեղծի այն մինիմալ դեղի էնգինը, որը որ արտադրողի համար լինի ցուցանշային։ Այսինքն արտադրողը եթե $2 է Վրաստանի վրա ծախում դեղը, Հայաստանի վրա կծախի ինչքան ուզում է։ $5, $10, $20, ինչու՞ որ դա ասում քո երկիրը չունի ռեֆերենս պրայս։ Ես ոնց ուզեմ, այդպես կծախեմ եւ արտադրողից մինչեւ հասնում է մեծածախ Հայաստանի ներկրողին դեղը արդեն 60% թանկացածել է։ Մենք մինչեւ 18-ը չենք ունեցել դա։
Մենք մինչև 18-ը ունեցել ենք որոշակի քանակությամբ դեղորայքների գների կարգավորում, ինչպես նաև մինչև 18-ը դեղերի գրանցման գումարները այսքան բարձր չեն եղել Հայաստանի Հանրապետություն ներկրող արտադրողի համար հեշտ է եղել գրանցվելը, դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Հիմա շատ արտադրողներ, օրինակ, Novo Artis-ը, Merck-ը, Bayer-ը, դուք էլ հիշացրեք, Sanofi-ն դուրս են եկել Հայաստանից։ Ես այն օրը հաշվեցի 14 խոշոր արտադրողներ այլևս Հայաստանում ներկայացուցչություն չունեն։ Ինչու՞։ Որովհետև այս փոքր շուկայի եւ այսքան խնդիրների մեջ իրանց մեր շուկան հետաքրքրացավանք է, գլխացավանք, վնաս, այո, գլխացավանք է եւ դրա համար իրենք որոշում են, որ այս մեր երկրից դուրս են գալիս եւ այս reference price չունենալը, սա բացառապես կառավարության աշխատանքի խնդիր է, բացառապես կառավարության անգործության խնդիրն է, դեմս առողջապահության նախարարության, որի արդյունքում մենք ունենք դեղերի գնային քաղաքականության նման անվերահսկելի իրավիճակ։ Ես հիշեցի ունեի հանած տվյալներ, տեսեք, Ռուսաստանի հետ կապված, որ ասում են, գիտեք, նույն շուկան է, բայց ընդեղի ու Հայաստանի նույն գներն են, հա։ Հիմա տեսեք, նույն քաղցկեղի դեղը հեղսեպսին է, 440 միլիգրամ, որը որ հենց դա օրինակ բարեկամությունից մեկի համար ներկրում։ Տեսեք, Ռուսաստանում արժի 30,000 ռուբլի, այսինքն մեր գումարը մոտավորապես 130,000 դրամ է, հա։ Մեր մոտ վաճառքի գինը 355,000 դրամ է։ Գիտեմ, դրա համար եմ ասում։ Абսուրդ է։ Ոնց կարելի է թույլ չտալ եւ ինչից է կախված, հիմա ասեմ ինչից է կախված, որովհետեւ հերցեպսինը, որը արտադրում է Ռոշը, այո, ինքը գրանցել է Հայաստանում այնպիսի տուփով, որ որևէ տեղ այլ տուփով չկա։ Այսինքն Ռուսաստանի տրամադրվող տուփը Հայաստանի տրամադրվող տուփից այլ է։ Դեղը նույնն է, մեջի դեղը։ Ինչու է այդ որպեսզի փող աշխատի։ Ասեմ ավելին, այնպես չի, որ եթե Հայաստանում վաճառվում է 355,000, ստեղ մատակարարն է փող աշխատում, չէ, բացարձակ։ Ասեմ ավելին, շատ պայմանագրեր, որոնք այդ խոշոր ընկերությունները տրամադրում են մատակարարին, ասում են հարգելիս, ես քեզ տվյալ պայմանագիրը կոնտրակտը տալիս եմ, բայց օրինակ այդ 100 անվանում դեղից 5-ը ես իմ գինն եմ քեզ տալու թելադրեմ եւ այդ գնով դու պետք է առնես ու վերջ։ Եթե չէ, ես քեզ ընդհանրապես այդ կոնտրակտը չեմ տա, որից մեկը հերցեպսինն է։ Ասեմ ինչու նաեւ, քանի որ քաղցկեղի դեղերի մեծամասնությունը պետական գնումներով է։ Այսինքն հիմա այս եթե դեղատանը վաճառում են այս դեղը 355,000, լավագույն դեպքում 10% մարժայի տատանում է տալիս այդտեղ։ Այդ նույն գնով, այսինքն 10% մատչելի պետությունն է գնում տվյալ ընկերությունից։ Բայց արի ու տես, նույն պետությունը կարա այս դեղը գրեթե 2 անգամից ավել մատչելի գնել նույն Ռուսաստանից, նույն դեղը։ Եվ կխնայեն միջոցները եւ այլն։ Բայց քանի որ պետք է գնեն Ռոշից, բայց քանի որ պետք է գնեն Ռոշ ընկերության դեղորայքը։ Ո՞վ է Ռոշի ներկայացուցիչը Հայաստանում։ Տարբեր։ Տիկին Պողոսյանովը։ Չեմ ճանաչում։ Ճիշտ ասած այդ աղջկան, բայց գիտեմ որ ամուսինը պրոիշխանական, հա, ճիշտ եմ ասում, Պարոն Խաչատրյան, հա։ Պրոիշխանական, եթե չեմ սխալվում, Զեյնալյանի կինը չէր զբաղվում դրանով իմ տվյալներով, գուցե սխալվում եմ։ ՔՊ-ի падգամավոր, որ ուզում էր առողջապահության նախարար դառնալ, հիմա չգիտեմ ինչ է ուզում դառնալ։ Զեյնալյան, Նարեկ Այո։ Զեյնալյան, այո։ Այն որ Լուլուի հետ մտերիմ հարաբերություններ ունեն։ Այո, այդ падգամավորը։
Հիմա իրավիճակը դա է, ցավոք սրտի դա է։ Շղթան པարզ է ինչ որ իմաստով, քաղաքացին դժում է։ Մի ճշտում կատարենք, քանի որ կոնկրետ դեղորայքից խոսեցիք, L-տիրոքսինի հետ կապված վահանագեղձի համար նախատեսված, հա, այդ դեղորայքի հետ կապված մեկ շաբաթ է համացանցում, սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել, որ կեղծ դեղեր են մուտք գործել վնասակար նյութերով եւ այլն, խնդրում եմ բացատրեք, այս ինչ է կատարում, որովհետեւ տարբեր գերատեսչությունների պատասխաններ էլ իրար հակասում են։ Մարդիկ ստիպված նայում են նույն տուփի վրա, այստեղ այդ նույն անունը կա, հետևում չկա, հետո համեմատում են, ես գիտեմ դեպքեր, երբ որ դեն են նետել։ Խնդրում եմ բացատրեք, ինչ է այս L-տիրոքսինի հետ կապված խնդրեմը։ Գալիս ենք նույն քիչ առաջ խոսացածին, արտադրողը ելնելով իր իրավասություններից Հայաստանի Հանրապետության համար գրանցում է այնպիսի տուփով, որ այլ տեղից իր արտադրանքը չբերեն, նույն Ռուսաստանից չբերեն։ Նույն Հերցեպցինի պատմությունը, այս պատմությունն է։ Նիգեր ինչ է, չէ, ինչ որ ինչ էր գրած վրան մի բան։ Չէ, այդտեղ բան է։ Տիրաքսիներ եւ զուտ բանի կոնկորը, եթե չեմ սխալվում։ Մի քանի դեղորայք էր, 5-6 արտադրվող դեղորայք էր, որը նորից սերիայի խնդիրն է, այսինքն ինչ են իրանք ասում։ Ասում են հարգելիներս, քանի որ տվյալ ապրանքատեսականին առաքվել է Հայաստանի Հանրապետությունում ոչ ուղիղ արտադրողից, այլ բերվել է զուգահեռ ներմուծմամբ։ Զուգահեռ ներմուծման ժամանակ ներմուծողը տրամադրել է իր հավաստագրի, այսինքն ստուգման հավաստագրի պատճեն, մենք գտնում ենք, որ դա լիարժեք չի եւ հետքան չենք անում։ Ուշագրավ է, որ օրենքի կետի մեջ հետքան չի, կա կարգ կառավարության որոշման, նման կետ չկա, որի մասին ես ահա զանգեցի եւ միգուցե եւ դրանից հետո ասացին, որ որևէ խնդիր չկա եւ այլն, բայց նաեւ հիմա այսինքն մարդիկ կարող են հանգիստ երկուսն էլ օգտագործել, քանի որ որակական տվյալներով արտադրողը նույնն է։ Սա ուղակի բիզնես շահերից ելնելով այդ խնդիրն է։ Կարամ դա էլ ասեմ, թե ինչից ելնելով։ Նույն L-տիրոքսինը, որ ուղակի արտադրողից բերվում է եւ ստեղի դիստրիբյուտորները վերցնում են, խմողները ովքեր օգտագործում են, կհիշեն, որ գնային տարբերությունը 1 տարի առաջ բավականին թանկ էր։ Այո, թանկ էր, որտեվ Հայաստանում զուգահեռ ներմուծման արդյունքում մոտավորապես 50-60% գինի իջավ։ Հիմա իրենք պայքարում են, որովհետեւ արտադրողի գումարը ծախսե, ինքը ստեղ ունի ներկայացուցչություն, հա, ինքը պետք է փորձի ամեն ինչ անի, որ զուգահեռ չմտնի, որպեսզի այդ դեղը թանկ վաճառվի։ Դա է ամբողջ խնդիրը, ուրիշ բան չկա։ Ես դրա պատմության շարունակությունն էլ գիտեմ, արդեն պալատական տեսչական մարմինը հայտարարում է, որ ես հետկանչում եմ անում եւ հորդորում է բնակչությանը ուշադիր լինել եւ այդ սերիաներով դեղերը հանկարծ չօգտագործել անվտանգությունից ելնելով։ Եվ այս աղմուկը երբ որ հասնում է վարչապետին, վարչապետը շատ խիստ խոսակցություն է անում առողջապահության նախարարի հետ, թե այս ինչ է կատարվում, էլի դեղերի շուկայում կեղծ դեղեր եք բերել, բան, այնտեղ ասել են մենք հայտնաբերել ենք այս դեղերը եւ այլն։ Եվ 3 օր հետո առողջապահությունը նախարարությունը իր կայքով դնում է հատուկ հայտարարություն, որ հանգիստ խմեք այդ դեղերը, ոչ մի խնդրեմ չկա, այս դեպքում խոստովանեք, որ նախարարությունը ճիշտ է եղել, հա։ Ասում է հանգիստ խմեք, դեղեր չկա, բայց այդ 3 օրվա մեջ թե քանի մարդ ստրեսի ենթարկվեց, քանիսը թափեցին իրենց դեղերը, քանիսը սկսեցին սերիաները, որտեղ L-տիրոքսինը դա դեղը ամբողջ կյանքի համար, հա, մարդիկ այո, ինչպես նաև կոնկորները ցուցակում, որը շատ համատարած օգտագործում են սիրտանոթային համակարգով խնդիրներով ունեցող հիվանդները, այսինքն ամբողջ 3 օր մեր բնակչությանը մենք մի հատ դնում ենք ստրեսի մեջ ու դրանից հետո ասում է նախարարությունը պաշտոնապես ասում է դեղը նորմալ է, պարզապես գրանցման տեխնիկական խնդիր կար։ Բա մեկը հարց չի տալի այդ տեսչական մարմնի ղեկավարին, այս ինչ է անում։ Խես մարդկանց տալիս այդ տեղեկատվությունը։ Դիմադիրները մի հատ թթու հայացք են նետում, բռնում են ասֆալտներին են պարկացնում։ Հա մի հատ պատասխանատվություն չկա։
որովհետև այդ ներմուծողի ջրաղացին ջուր ենք լցնում, հա, որովհետև իրար հետ որոշել են, որ կողմնակի ներմուծողի բաները թթվածինը փակենք, որ մեր էլտիրոքսինը 60% թանկ ծախենք ազգունակչության վրա։ Զուգահեռ ներմուծման խնդիրը փակելու համար, հա։ Ու ոչ մեկը, օրինակ ինձ որպես քաղաքացի, հետաքրքիր էր ինչ կատարվեց։ Ունենք կառավարության առընթեր տեսչական մարմին եւ ունենք կառավարություն իդեմս առողջապահության նախարարություն։ Էս ինչ է կատարվում։ Իրանք իրար հետ, իրար նույն բանը ես հրապարակել եմ երկուսի հրապարակումները, ասում եմ, էս ինչ թատրոնն է, հա։ Արսեն Թորոսյանի ու անի Չէ, տեսչական մարմնի ղեկավարի եւ առողջապահության նախարարության։ Այո։ Լավ, հիմա քաղաքացին այդ դեպքում այս կեղծ դեղերի բանով պահպանման կարգը չի պահպանվում, ինչպես ասացիք, նաեւ մաքսատանը հենց։ Մաքսատան, այո։ Հենց մաքսատանը արդեն չի պահպանվում, այսինքն ինչ է գրած դեղի տուփի վրա, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Կապ ունի, թե դեղը ոնց է պահվում, չէ՞, մենք նույնիսկ մեր բնակարաններում նայում ենք, չէ՞, ինչպես պահպանել, ինչ ջերմաստիճանի տակ։ Լավ, վստահ չէ, թե ովքեր են ներկրողները, ինչ ընդհանրապես այդ դեղի հետ կապված ոնց վարվի քաղաքացին։ Ու ամեն մեկս մի հատ փորձագիտական կենտրոնի չենք տանելու տանք ստուգենք նոր, եթե չկա այս բարդակն է, այս քաոսն է, քաղաքացին ինչ անի, ստիպված միակ ճանապարհը էլի ստացվում է կներեք, դրսից բարեկամներին ասել իրենց համար դե ուղարկեն, հա, այլ երկրներում ապրողներից, որտեղ չկա վստահություն, չկա վերահսկողություն, ու անիմաստ հիմա ես հիշում եմ նույն օրինակ իմ քույրը դեներ նետել այդ էլտիրոքսինը, մարդը վախեցած թե ինչ է, սկսում է ներշնչել, թե քանի օր ինչ է խմեն, հա, դեն են նետում, այսինքն այս ծանր պայմաններում մարդիկ կորուստներ են ունենում, ֆինանսական կորուստներ են ունենում, բյուջեն մսխվում է, բյուջե, հա, այսինքն կոռուպցիան ծաղկում է, մենաշնորհներ, իրենց, հա, այս ու արդյունքում ամենակարևորը քաղաքացին չգիտի ինչ է խմում։ Չգիտի ինչ է խմում։ Ինչ անել, ինչ պետք է անել։ Ձեր բոլոր նամակներին, պարոն Խաչատրյան, ես տեսնում եմ դեղատները նամակներ են գրել, ձեր ասոցիացիան նամակներ է գրել, դիմել եք առողջապահության նախարարությանը, կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին, ուր գրեք էլ։ Էլ չգիտենք ուր գրենք, սպասում ենք անկեղծ ասած արձագանքներին, որովհետև վերջի երևի 10 օրվա մեջ նաև ազգային ժողովում ենք հանդիպում ունեցել, պարոն Թարոսյանը իդեպ հետաքրքիր արձագանքեց եւ այդ արձագանքի շնորհիվ կազմակերպեց հանդիպում թե առողջապահության նախարարի հետ, հա, եւ համակարգողների հետ եւ հիմա փորձում ենք դրա հետ կապված լուծում գտնել, թե ինչ լուծում պետք է գտնվի։ Դա արդեն շատ բարդ հարց է, որովհետեւ օրինակ ես առաջարկել եմ, որ բավականին փոփոխություններ պետք է արվի այդ թվում օրենսդրական դաշտը։ Մինչև չփոխենք մեզ մոտ օրենսդրական դաշտը, ոչինչ չի փոխվի, բայց դրանից առաջ պետք է տեսլականի հետ կարգավորվի։ Այսինքն մենք վերջի որ ուղղվածությամբ ենք գնում։ ԵԱՏՄ ենք գնում, Եվրոպա ենք գնում, չգիտեմ, ուր ենք գնում, բայց այլ տարբերակ չկա, որովհետև առանց դրա չենք կարող լուծել։ Գնում են դեպի Թուրքիայի ինչ-որ մաս կազմելու էս։ Թուրքիայում դեղերը բավականին մատչելի է ու գրեթե եվրոպական արտադրողների գրեթե 90%-ը այնտեղ գործարաններ ունեն։ Դրանից բխող թուրքական դեղերը Հայաստանում շատ են լինում։ Ինչ ծավալ է կազմում։ Կարելի է ասել շրջանառության ապօրենի շրջանառության 20%-ից ավել թուրքական դեղեր են։ Թուրքիայում արտադրվող դա էլ որպեսզի ճիշտ հնչի, եվրոպական արտադրողները ովքեր ունեն Թուրքիայում գործարաններ, խոսքը այդ արտադրանքի մասին է, ոչ թե կոնկրետ թուրքական դեղեր, հա։ Բայց դա էլ պետք է, չէ, լուրջ վերահսկվի, հաշվի առնելով։ Նույնն է ինձ համար ոնց Ադրբեջանից դեղներ գրել։ Իմիջիայլով վերահսկողություն կա։ Իհարկե ոչ։ Նույն Քսարելտոն կոവിഡ്ի ժամանակ մեծ քանակությամբ բերվում էր Թուրքիայից։ Իհարկե։ Եվ շատ բավականին մատչելի եւ հասավ նրան, որ այդ ընկերությունը փակվեց Հայաստանում, որտեղ իր
ամենակարևոր բիզնես հիմքը այդ 20 դոլարի վրա էր դրված, բայց որը որ սկսեց չվաճառվել Հայաստանում, հայկական ընկերությունը փակվեց։ Հայկական չէր, ներկրող ընկերությունը, ներկայացուցչությունը փակվեց Հայաստանում։ Բայց Իրան ինքը այդ ժամանակահատվածում այնքան եկամուտ ունեցավ, որ Իրան Այսինքն երկար տարիներ պետք է COVID-ի ժամանակ մտավ այդ ամեն ինչի մեջ, հետո հասկացա, որ փակվող շատ արագ փակվեց։ Այնպես որ հետո Այդպես բայց էլի են եղել, որ COVID-ի ժամանակ սրանք թողել են, մտել են դաշտում գործունեություն են ծավալել, հետո շատ արագ այդպես ասած ճամփորդները հավաքել ու գնացել են։ Իրենց յուրայինները բոլորը լաբորատորիաներ բացեցին այդ ընթացքում շատ ակտիվ, որովհետև պետք է այդ բանը COVID-ի հետազոտությունները անեին։ Լաբորատորիաներն իհարկե լրիվ այլ թեմա է, այլ քննարկման թեմա, որովհետև դրան մենք կանդրադառնանք հաստատ։ Քանի որ COVID-ից խոսեցինք, տեսեք, ինչի դեղերի դեֆիցիտի, դեղերի որակի ու այս ճգնաժամը առաջացավ անցած տարվանից 24 թվականից։ Քանի որ պատերազմի ժամանակ, պատերազմից հետո եւ COVID-ի ժամանակահատվածում մինչեւ 23 թվականի հունվարը թույլատրում էին չգրանցված դեղերի ներմուծումը Հայաստան։ Այսինքն այն որ 3000 անվանում կար, հա, քանի որ դա այդ 3000-ից իդեպ իրավիճակների հետ պայմանավորված թույլ էին տալիս 1800-ն ընդամենը այդ 3300-ից, բայց քանի որ դեֆիցիտ կար, ասում էին ինչ ուզում եք բերեք։ Քանի որ անհրաժեշտություն կա ու այդ ինչ ուզում եք բերելու ժամանակահատվածում գրեթե ամբողջ դեֆիցիտը, անհրաժեշտ դեղորայքը, որը բուժման համար պետք էր, լցվեց Հայաստան։ Ու ինչ տեղի ունեցավ։ Դեղը չեն բերում, որը 5 օրում, 10 օրում, 20 օրում սպառվում է։ Իր սպառման գործընթացը 1 տարի առնվազն։ Այսինքն 23 թվականի սկզբից արգելեցին, բայց 22 թվականի դեկտեմբերից արդեն բերվածը, մինչև 23 թվականի վերջը արդեն դեֆիցիտը ապահովում էր դեղերի։ Դրա համար որևէ sense մեծ աժոտաժ, աղմուկ չկար էլ։ Իսկ արդեն սկսեց կամած վերանալ ու 24 թվականում արդեն սկսեց բավականին մեծ բում։ Ուրիշ բան էլ ասեմ, դուք COVID-ի ժամանակն եք ասում, 44-օրյա պատերազմի ժամանակ ամենակարևորը եւ դա լուրջ հետաքննության նյութ է, որ եւ շատ շատերը պիտի պատասխանատվություն կրեն։ Մի դրվագ պատմեմ, ինձ մտերիմ շատ հարազատ մարդիկ Միացյալ Նահանգներից քնապարկեր էին փորձել ուղարկել տարբեր այլ պարագաներ, որպեսզի Արցախ հասցնեն։ Եվ ես այնպես ստացվեց, որ Սինանյանի դիվանագիտական պոչտան Սփյուռքի ներկայացուցիչ, հա, իմ իրերը, իմ բեռը հանել էին, դատարկել էին ինչ որ Սինանյանի եւ Հակոբ Արշակյանի, որ այդ ժամանակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն էր, չէ, կոորդինացնում։ Իրենց իրերը դրել էին դրա մեջ մի խոսքով, թե ինչ էր այդ էականը։ Մեկ էլ տեսնում եմ այդ մաքսատանը ահռելի քանակությամբ դեղորայք։ Ահռելի, հա, իսկապես։ Հարցում եմ, ասում եմ, այս դեղորայքը ինչ է, ինչի է ստեղ, պատերազմը ընթացքի մեջ է, պատերազմը դեղորայք է պետք, տարբեր պարագաներ են պետք, աշխարհի տարբեր երկրներից հայերը ահռելի քանակությամբ դեղորայք են ուղարկել։ Ասեցին, գիտեք, աշխատակիցներից մենք նույնիսկ առաջարկել ենք բժշկական համալսարանի ուսանողները գան եւ անեն, տարբերակեն, հա, որտեղ մարդը ինչ ունեցել է, աջակցություն ուղարկել է, բայց նաեւ բացի անհատները, ընկերություններ են ուղարկել եւ այլն։ Ասում եմ, բա ընկած, ես գիտեմ, ցուցակով դեղորայք են ուզում, մարդիկ են գնում անհատներ, ես գիտեմ, որ գնում են ուղարկեն Արցախ, ինչու՞ չեք սա արագ կազմակերպում։ Հետո ես իմացա այդպես էլ մնաց, չգիտեմ հետո դա ինչ արեցին։ Կարամ ասեմ ինչ արավ։ Եվ այդ ճանապարհով բացի այն որ մեծ քանակությամբ հիշում եք ուսապարկերի քնապարկեր ժիլետներ եկան ուսապարկ սխալացի իրանց բանը քնապարկեր զրահաբաճկոններ եկան եւ հիշում եք լիստեյմով վաճառում էին եւ ԿՊԱ-կանների հետ փոխկապակցված անձինք եւ կազմակերպություններ այդ դեղերը ինչ եղան այդ դեղորայքը ում դեղատներում վաճառվեց, ում հիվանդանոցներ մտան, թափեցին։ Ոնց թափեցին։ Այդպես։ Վստահ եք։ Երևի 90%, ասեմ խնդիրը դրա ինչումն էր։
Քանի որ ասացի պես չգիտեին ինչ դեղորայք է, այդ դեղորայքը հայտնվում է առողջապահության նախարարությանը պատկանող պահեստում, որտեղ իրենց պահեստում պետք է իրականացնեին դեղորայքի տարբերակումը։ Հա, սարտիրովկան։ Հետո հասկացան, որ դրա տարբերակումը աշխատող չկար։ Մենք էլ էինք առաջարկել տարբեր մեծ ընկերություններ, ասում ենք մեր աշխատակիցները գան, տարբերակեն, ասում են լավ, բա տարբերակումից հետո, որպեսզի կարողանանք դա կարգավորենք, պետք է ծրագիր մտցվի։ Ասում եք դա անհնարին է ժողովուրդ։ Դուք այտենց էին ասում, այտենց ներքին որոշում էր եղել։ Ասենք եթե դա դուք այտենց եք անելու, դա չի լինի։ Որոշեցին 1 շաբաթ այդպես անել։ Դուք պատկերացրեք, ամեն ящикից բացում էին, գրեթե նույն դեղորայքն է, դեղորայքը պետք է տարանջատեին։ Այնտեղ սա դեղագետներ, մասնագետներ էին այդ մեծ պահեստներում լցրած։ Փորձում էին աճ, ձախ, այս կողմ ժամկետ եւ այլ, փորձում էին թղթի վրա գրեն, հետո ասում են այդ թղթի վրայի գրածը պետքա մտցնենք ծրագիր կոմպյուտերային։ Տեսան, որ մի 10-15 օր դա էլ չկարողացին արեցին, դա մնաց բաց տեղերում, իդեպ մեծամասնությունը, եւ դրանից հետո այդ անձրևների բաների հետո դրանից հետո կամաց տարան թափեցին շատ քիչ Ես իհարկե կուզեի աչքովս տեսնեմ այդ թափելը, որովհետեւ վստահ եմ, որ վաճառքի հանած կլինեն։ Չէ, դեղատներում վաճառքի հաստատ հանված չի եղել, որովհետեւ դա երևում է միանգամից երևում է արտ երկրի արտադրանքները, հա, որտեղ մեծամասնությունը եկել էր Ամերիկայից, Ֆրանսիայից, հա, այդ եվրոպական այդ երկրներից եւ նրանց տուփերը գրեթե տարբերվում է, շատ է տարբերվում մերանցից։ Ու գրեթե դա չէր մտնի վաճառքի մեջ։ Սև շուկայում կարող է ձեռքի վրա լիներ։ Բայց իմ մոտ հարց առաջացավ, հա, բայց դա թափելու համար պետությունը բյուջե պետք է տրամադրեր, բյուջեից փող պետք է տրամադրեին։ Այո, նաև դրա ոչնչացման համար, դրա առանց դրա տոննաներով այնտեղ դեղորայքեր։ Ահռելի քանակություններ։ Արդյոք հետաքրքիր է հարցում անել, հասկանալ ինչ է։ Ոչ միայն ոչնչացման կարգ կա, չէ, երկու կազմակերպություն կա, այո, որոնք դա, այո, ժամանակին ստեղծվել են պայմանները, դրա հատուկ կարգ կա, ինչպես ոչնչացնեն, ինչ պայմաններ։ Ցավն է, որ հաշվառում չի եղել ի սկզբանե։ Ինչպես պարոն Խաչատրյանը հենց սկզբում ասեց, այս բոլոր խնդիրների նաև հիմքում տեսնում էր կադրային հարցը։ Նիկոլ Փաշինյանը վերջերս մի քանի օր առաջ անդրադարձել է, հա, ռեսուրսների խնդրին, ասում է մարդկային ռեսուրսի ճգնաժամ է Հայաստանում, ասում է դրա համար է էլի կադրային սխալ քաղաքականություն վարում, ասում է կառավարության նիստի ժամանակ է ասել, հարգելի քաղաքացիներ, մեջբերում են Փաշինյանի խոսքը ուղղակի։ Ով առավոտը քնից վեր է կենում, ասում է Հայաստանի կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Էհա, քանի որ երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, ու դա նրանից է, որ բնակավայրերի 70%-ից ավելիում մանկապարտեզ չկա։ Հա, նրա խոսքով, երբ մանկապարտեզների կեսից ավելին կիսաքանդ է ֆիզիկական ու բարոյական իմաստով, չի կարող այդտեղ չլինել կադրային սով։ Սա իր մեկնաբանություն եւ դրա համար է մանկապարտեզներ, հա, բանուգործը թողած մանկապարտեզ են վերանորոգում։ Իհարկե դրան շատ հետաքրքիր պատասխանել էր, սա անպայման ուզում եմ կարդալ, Հովակիմ Զաքարյանը շատ լավ ձևակերպումներ էր տվել։ Ինքը թերուս ես, բայց ուրիշներին ես մեղադրում անկիրթ լինելու մեջ։ Բանակում խրամատում չես եղել, ուրիշների բանակից խրամատից թռնելուց ես խոսում։ Վարորդական իրավունք ես ստացել առանց քննության, բայց ուրիշների վարորդական իրավունքներն ես քննարկում։ Ինքը չունես ղեկավարման որևէ հմտություն, կադրային սովից ես ելույթ ունենում։ Շատ մարդիկ ուրիշներին գնահատում են սեփական արշինով։ Դա սոցիալ հոգեբանական պարզ երևույթ է, բայց հիմա դրանով զբաղված է Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը ամենօրյա ռեժիմով։ Նպատակը մեկն է՝ ձեզ համոզել, որ նա ոչ մի բանում մեղավոր չէ, մեղավորը դուք եք։ Փաստորեն կադրային խնդիր կա, ասում են, բայց ինչով են գրել, կադրերը գնում են, ինչպես Տիկին Պողոսյանն էլ նշեց, լավ մասնագետները գնում են, հա, իդեպ Կարեն Քոչարյանը ճիշտ էր ասել էր ոչ թե կադրային սով կա, կադրային ճգնաժամ կա, քո հետ չեն ուզում աշխատեն, հա, ձեր հետ չեն ուզում գործ ունենան, որտեղ մարդիկ որևէ նորմալ գրագետ մարդ, հա, չի ուզում աշխատի։
ամբողջ Հայաստանում բոլորը իրար դատի են տալիս։ Այս կառավարությունը չկա գերատեսչություն, չկա կառավարությունը ամբողջությամբ բոլորին դատի են տալիս։ Դուք հիմա խոսեցիք այդքան մարդ դատարաններ նորից դիմել են հայցերով, դեղատները տուժտուգան գնաց, քանի տարի տուժտուգանքներն էլ շարունակվեց։ Այսինքն կադրային խնդիրը այս ամեն ինչն է էս։ Իդեպ շատ հետաքրքիր դիրքորոշմամբ էր ասում վարչապետը այդ կադրային խնդիրը, եթե մենք տվյալ տրամաբանությունից ելնելով սկսենք հարցին մոտենալ, նշանակում է այդ կադրային խնդրով կառավարող անձիկ, հա, գրել են օրենքները, գրել են ենթաօրենսդրական ակտերը, այսինքն ի սկզբանե, եթե լավ չեն կառավարել, չէ՞ որ ինքը ասում էր նաև վատ են կառավարում։ Հա, ինքը խոստովանում է, որ վատ են կառավարում։ Նշանակում է վատ կառավարելու արդյունքում նաև գրվել է վատ օրենք, վատ ենթաօրենսդրական ակտ։ Միգուցե դրա պատճառով է, որ դեղորայքի, օրինակ, էլեկտրոնային դեղատոմսի համակարգի գրվածը սխալ։ Միգուցե այդ գրելու պատճառով է, հա։ Որովհետև դա է կարա լինի, եթե տրամաբանության ներքո սկսում ենք մտածել, նշանակում է, որ այն օրենքները, որ ոլորտում գրվում է, 1 միլիոն քանի 100,000 ձեր падգամավորներն են գումար ստանում։ Ձեր նախարարները, ձեր ազգային ժողովի նախագահը, ձեր չգիտեմ ինչեր։ Հա, այսինքն դուք ինչ եք բանում այդտեղ։ Իմիջիայլոց դեղատոմս այդ բարեփոխում արող փոխնախարարը մի բարեփոխում էլ ուներ, հենց կադրի որակի հետ կապված, որը գյուղական ամբուլատորիաների օպտիմալացումն էր, հա։ Երբ որ մենք սկսեցինք պայքարել այդ կործանարար նախագծի դեմ, ազգային ժողովում շատ հպարտ ասեց, ես Ռուսաստանի Հանրապետությունում կատարել եմ նմանատիպ օպտիմալացումներ ընտանեկան բժշկության եւ ես կարծում եմ, որ Հայաստանում դա շատ կարեւոր է եւ կաշխատի։ Եվ քանի որ Ռուսաստանի Հանրապետությունում ընտանեկան բժշկություն դեռ ներդրված չի, ես փորձեցի հետաքրքրվել այս տղայի կենսագրությամբ, բայց որտեղ է արել այդ բարեփոխումը, էլի։ Պարզվեց ինչ-որ պոլիկլինիկայում Ռուսաստանում ինչ-որ կարճ ժամանակ թերապևտ է աշխատել։ Եվ այդ կադրը եկել է, դաժե չի տարբերակում ընտանեկան բժշկությունը եւ թերապիան իրարից, եւ այստեղ եկել է բարեփոխում անում, ասում է պետքա փնջային միացնենք իրար գյուղական ամբուլատորիաները։ Նույն կադրերից, որ խոսեցի, ակամայից հիշեցի, երբ որ ես տեսչական մարմնի պետի տեղակալ էի եւ դուրս եկա, լրագրողներն ասին ինչու դուրս եկաք, միակ բժիշկ տեղակալն էիք։ Ասեցի դե մետալուրգին բժշկություն չկարողացա սովորացնել։ Առողջապահության նախարարության, հա, լուրջ եմ ասում, առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը մետալուրգ էր մասնագիտությամբ։ Եվ երբ որ վերադարձա արդեն առողջապահության նախարարության, մի քննարկում հիշեցի, երբ որ նախարարը քննարկման ժամանակ շատ տարակուսում էր, թե ինչի է պետք օբյեկտիվ քննությունը պատվաստումների ժամանակ։ Ես հասկացա, որ կադրերը որոշում են ամեն ինչ, ուրեմն պետք չի քայլել այդ կադրերի հետ։ Իսկ ինչ վերաբերվում է մանկապարտեզ չունենալուն, ես ուրիշ կարծիք ունեմ, որպես բժիշկ Տիկին Սեյրանյան, ինձ թվում է մանկական տարիքում հեծանիվ չունենալու ֆենոմենն է մեր երկիրը քանդում, էլի ոչ թե մանկապարտեզներ չունենալը։ Իդեպ ուղղակի վերջում ես հարգելի հեռուստադիտող հիշեցնեմ ազգային ժողովի նախագահը Ալեն Սիմոնյանը աշխատավարձը կազմում է 1.190.520 դրամ, չենք հաշվում պարգևավճարները դեռ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 925.960 դրամ։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը կազմում է 793.680 դրամ։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 694.470 դրամ։ Ազգային ժողովի падգամավորի աշխատավարձը 661.400 դրամ է։ Իդեպ падգամավորները ստանում են նաև ամեն ամիս 250.000 դրամ պարգևավճար, չենք խոսում արդեն մյուս, հա, ազգային ժողովի նախագահ, տեղակալներ եւ այլն, օրենսդիր մարմինը, հա։ Դրա համար սահմանադրությունը գրում է Նիկոլի աշխատողը, որից նա չկարողացավ նույնիսկ լրագրող դարձնել, որը կրթություն չուներ եւ իրենց իշխանություն գալուց հետո
մի բուհից ինչ որ կոոպերատիվ մի բուհից դիպլոմ է ստանում, չգիտեմ ինչ ձևով, անհասկան ու սահմանադրական փոփոխություններ է անում մեր երկրում։ Այսինքն ով ինչ ուզի, թերուս, անգրագետ, անկիրթ, հիմա հեծանիվ ունեցած չունեցած այդ նույնիսկ ինձ համար չգիտեմ։ Հիմա մարդը կարող հեծանիվ չունենար, բայց որ անգրագետ են ու օրենսդիր գործունեություն են ծավալում, սա է վտանգավոր։ Շնորհակալ եմ ձեզ շատ հետաքրքիր զրույցի համար, իսկապես այսպես գլուխս բռնելու եթեր էր ծանր, ինչի մասին խոսել ենք առանձին հաղորդման նյութ է վստահաբար, որովհետև բոլոր ոլորտներում ձախողել են ու տանուլ են տվել, բայց ոլորտներ կան, չնայած բոլոր ոլորտները, որ անմիջապես քաղաքացիների առողջության անվտանգության հետ է առնչվում, ազգային անվտանգության հարցն է։ Պարոն Աբազյան, գուցե դուք զբաղվեք ոնց որ թե կրթություն ունեք, պրոֆեսիոնալ ճանապարհ ունեք անցած, չգիտեմ։ Շնորհակալ եմ, հուսամ այս խնդիրներին լուծում կտրվի, բայց պետք է քաղաքացիները իրենք էլ պահանջատեր լինեն եւ գործարարները եւ բժիշկները երկրից թողել գնալով չի, էլի հարցի լուծում չի դա։ Շնորհակալ եմ հարգելի հյուրեր, շատ կարևոր հարցեր ներկայացրեցիք, այո, բոլոր ոլորտներում տանուլ են տվել, ձախողել են, ցավոք այս ոլորտը առաջնային է մարդու համար, առողջության եւ անվտանգության հարցեր խնդիրները պարունակում իր մեջ, հուսով եմ մենք դեռ առանձին թեմաների կանդրադառնանք։ Հարգելի հեռուստադիտող, կրկին ներկայացնեմ Առողջապահության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյան, անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյան, մարդիկ ովքեր օր ու արև չեն տալիս առողջապահության ոլորտի պատասխանատուներին եւ ողջ կառավարությանը, ներկայացնելով ձեզ հուզող խնդիրները, ձեր հանրային շահերի պաշտպանությամբ են զբաղված, բաժանորդագրվեք մեր ալիքին, հետևողական եղեք, ձեր իրավունքները պաշտպանեք, բժիշկները բոլորը պետք է ակտիվ լինեն, երկրից թողնել հեռանալով չէ, խնդրին պետք է լուծում տալ բարձրաձայնելով։ Առաջիկայում 160 ժամում կլինի նաև առանձին թողարկում մասնագետի մասնակցությամբ կներկայացնենք, որը կանդրադառնա առողջապահության ոլորտի խնդիրներին։ Հաջողություն ձեզ։